Ոյ մեր դուրներ նա տեսնում կարող եկան երեխեքը Փառք Աստծո, իմ տղաներն էլ տուն վերադարձան ու ես խիղճս հանգիստ կարող եմ այսօր աշխատել ձեր հետ։ Ահա, Սիրունն էլ մեր միացավ։ Դե ինչ մենք արդեն բավականին շատ ենք, ովքեր չեկան, բաց թողեցին իրենց խնդիրը։ Ես ընդհանրապես սիրում եմ պարտաճանաչություն եւ ոնց ասեմ, եթե մարդը գիտի, որ ամեն չորեքշաբթի ստեղ հանդիպում է, ինձ թվում է իր բիզնեսի համար ինքը պետք է աջակեր թափի եւ այդ մի օրը գա իր թիմի հետ հանդիպի, չգիտեմ, հարցեր քննարկի եւ այլն, ինձ թվում է ով որ միշտ ովքեր են հասնում հաջողության, նրանք ովքեր անտարբեր չեն, նրանք ովքեր ակտիվ են, նրանք ովքեր շփվում են, հարցեր են տալիս, իմանում են ինչպես, թե չէ հեշտ է, որ դու ծնվել ես կոշկակարի ընտանիքում, դու շանսեր ունես կոշիկ կարող դառնալու, բայց եթե դու սիծիվիկի ընտանիքում չես ծնվել, եթե դու ուսուցման չմասնակցես եւ լավ չաշխատես քո գիտելիքների վրա, դժվար դու շանսեր ունենաս ցանցային բիզնես ունենալ, համաձայն կլինեք, չէ, որ մենք ժառանգաբար եւ տրադիցիոնալ չենք ստանում ցանցային մարքեթինգի մասին գիտելիքներ, ասեմ ավելին, մենք մարքեթինգի մասին вообще ոչ մի գիտելիքներ ոչ միտեղ չենք սովորում եւ նույնիսկ մեր հասարակության մեջ ես ասեմ դες որ ոչ մի հասարակություններում դու գիտեք որ ես տարբեր երկրների հետ բիզնես եմ անում, տարբեր երկրներում ապրող գոլեգաներ ունեմ, տարբեր ազգության գոլեգաներ ունեմ եւ ղազախներ, եւ թուրքմեններ, եւ տաջիկներ իմ թիմում, եւ ռուսներ, եւ վրացիներ, եւ այսքան տարբեր նացիաների հետ բիզնես եմ անում, ոչ միտեղ այդքան ամոթ չի մարքեթինգը, ոնց որ հայերի մեջ, հայերը մի տեսակ ոնց ես էսի ասեմ, ես էսի առաջարկեմ, ես էսի ներկայացնեմ, սկսենք նրանից, որ դա ամոթ է։ Եվ մի տեսակ, օրինակ, ես ձեզ ասեմ, ռուսները օրինակ, կամ տաջիկները, ղազախները էլ չեմ ասում, իրենք вообще այդ տիպի կոմպլեքսներ չունեն։ Նույնիսկ ես, որ իրանց հետ խոսում եմ, մեկ ասում քնարիկ օրինակ վերցրու, դու իրանցից ավելի կոմպլեքսավորված ես։ Այդ չգիտեմ ինչից է գալիս, այդ գալիս է երևի մեր մանկուց կամ այն տարիներից, որ մեզ սովորացրել են, որ հարուստները մենակ երևի թե ինչ որ տարբեր վատ ճանապարհներով են հարստանում կամ բիզնեսմենները էդի խափեբաներ են կամ իրանք ինչ որ բան ռուսներն զբաղվում են, ասում են վտյուրիվыть, այսինքն ինչ որ բան նաղդում ինչ որ մեկի վրա եւ այլն, ու այդ մեր մեջ ինչ որ բացասական բան է թողում, ինչ ասեմ, հետ կա թողում ու մենք սկսում ենք տենց մտածել հաճախ շատ բիզնեսմենների մասին ու հաճախ հենց մեր մասին, որպես բիզնեսմենի հենց տենց ենք մտածում, որ երևի ես ամոթավոր ինձ տեսնեն, որ ես սենց բան եմ առաջարկում կամ ես սենց բիզնեսով եմ զբաղված եւ այլն եւ այլն։ Так, Մելինե մի գրի խնդրում եմ ինձ, ես հետո կկարդամ։ Так, ուրեմն նախ ուզում եմ խոսալ ձեր հետ մի բանի մասին, որպեսզի դուք իմանաք, որ կա տարբերություններ, որոնց մասին մենք շատ քիչ ենք, հաճախ քիչ ենք մտածում։ Առաջին բանը դա այն է, որ մենք վաճառողին եւ վաճառականին չենք կարող տարբերենք։ Ուրեմն գիտեք, չէ, որ գոյություն ունեն մարդիկ, ովքեր ապրանք են վաճառում։ Ու գոյություն ունեն մարդիկ, ովքեր ապրանքը վաճառում են խելքով։ Իրենց տարբերությունը որն է, որպեսզի դուք պատկերացնեք, եթե սենց կարողանանք նկարենք, ուրեմն
Ձեզանց շատ-շատերը ամեն օր գնում են սուպերմարկետ, կամ հացի խանութ, կամ շորի խանութ, դուք մտնում եք խանութ, ենթադրենք սա խանութն է։ Երբ որ դուք մտնում եք խանութ, ձեզ խանութում սպասարկում է ով, վաճառողը, դուք մտաք խանութ ու ստեղ կա աշխատող վաճառող, ճիշտ է, ինքը ապրանք է վաճառում։ Այս խանութում կարա լինի մի քանի վաճառողներ, 10-20 վաճառողներ եւ այլն։ Եվ նաև խանութը ունի տերը, այսինքն այս ամբողջ խանութը իր վաճառողներով, իր սպասարկումով, իր գույքով ամենչով, այս ամենը ունի խանութի տեր, այսինքն ստեղ կա մի բիզնեսմեն, որ այս ամենը կառավարում է։ Բիզնեսմեն։ Հիմա եկեք հասկանանք, այս մարդն էլ է ապրանքը վաճառում։ Ձայնը չկա։ Բարի երեկո, մենք ձեզ շատ լավ լսում ենք, սիրելի Նաիրա։ Դուք մեզ լավ չեք լսում։ Սիրելի Նաիրա, դուք մեզ լսում եք։ Ախր ձայնը չկա։ Ախա ձեր ձայնը կա։ Ωραία, ճանճատնաց։ Մեյացրապան։ Так, ես ստիպված եմ, Նաիրա ջան, ես ստիպված եղա քո միկրոֆոնը անջատել, որտեղ դու խոսում ես, բայց դու մեզ չես լսում։ Ինձ որ հույսով եմ, որ դու կլսես մեզ ու հասկանաս, որ մենք քեզ հենց նոր լսում ենք։ Դե ինչ ես շարունակեմ, ուրեմն գոյություն ունի խանութ ու գոյություն ունի բիզնեսմեն, խանութի տերը։ Հիմա այս երկու մարդիկ էլ ապրանք են վաճառում, բայց մեկը վաճառում է իր ձեռքերով, մեկը վաճառում է իր խելքով։ Ով է շատ փող աշխատում։ Ստեղ։ Ով է փողերը ստեղ աշխատում, նու սենց ասենք։ Հա? Երկու աշխատանքն է։ Այո, իհարկե, խելքով։ Երկու աշխատանքն էլ հարգելի են։ Եթե խանութներում վաճառողներ չլինեն, մեզանից շատերը սոված կմնային։ Երկուսն էլ պետք են այս հասարակությանը։ Բայց այստեղ ինչ է տեղի ունենում։ Այստեղ այս մարդը, այսինքն ապրանք վաճառողը, վաճառում է իր ժամանակը, այսինքն իր 8 ժամը, եթե բախտը բերի, սովորաբար մարդկանց վաճառողներին 10 ժամ են աշխատացնում, սովորաբար 15 ժամ են իրանց աշխատացնում, եւ այս 10-15 ժամի համար իրանց վարձատրում են նայած այդ մարդը որտեղ է ապրում, եթե ինքը ապրում է Երևանում, իրան օրինակ կարան վճարեն երբեմն, եթե բախտը բերի 200,000 ամիսը, եթե մարզերում նույնիսկ սրա կեսը կարան վճարեն 100,000, եթե ինքը Գերմանիայում է ապրում, ինքը կարող է նույնիսկ 1 միլիոն վաստակի, այս նույն գործը անելով։ Կախված նաև թե ինքը որտեղ է ապրում, իրան այդքանի կտան փող, ըստ իր ռեգիոնի, ըստ իր ոնց ասեմ, շուկայում գրված համապատասխան աշխատաչափի, որը բոլորը պահպանում են։ Դուք այդքան։ Եթե լավ աշխատող լինի, իրան տարին մի անգամ մի հատ 20,000 դրամ պրեմիա կտան կամ շքանշան կկախեն վզին, որպես լավ աշխատող։ Վсё, ինքը իր ժամանակը ծախեց այս մարդուն։ Այս մարդը խելացի մարդ է, ինքը իր ժամանակը առավ փողով, որովհետև ինքը իր ժամանակը առավ, իսկ իր ժամանակը ազատեց։ Հասկացաք, չէ՞ որ ինքը կարար խանութը բացեր, բայց ինքը գնար աշխատեր, չէ՞, բիզնեսմենը կարա խանութը բացի, ինքը գնա աշխատի, բայց ինքը խելացի բիզնեսմեն է, ինքը իր ժամանակը առել է, իսկ ինքը պարապա մնաց է։ Ու եթե ինքը շատ խելացի բիզնեսմեն է, ինքը մի հատ այս խանութի փողերը կարա որ աշխատեց, ներդրում անի, մի հատ է խանութ բացի, իր աշխատողներով։ Էլի կառնի իր աշխատողների ժամանակը, կվերածի դա բիզնեսի ու ինքը դե փող կաշխատի։ Երկուսն էլ ապրանք են ծախում, թվում է թե երկուսն էլ ապրանք են ծախում, բայց այս մարդը իր խելքով է այդ ապրանքը ծախում, то есть ինքը ֆիզիկապես չի ծախում այդ ապրանքը, ինքը գլոբալ է ծախում։ Եթե օրինակ այս մարդը այս խանութում վաճառում է օրինակ օրը 200 հատ հաց, ասենք հացի խանութ է, ապա այս մարդը բիզնեսմենը կարող է ծախում օրը 10,000 հատ հաց,
պատկերացրեցիք տարբերությունն է, ինքը 200 ծախում, դեռ ինքը իր ձեռքով է ծախում, այս մարդը 10,000 ծախում, դեռ ինքը իր խելքով է ծախում, այսինքն խելքը մարդու, երբ որ դու աշխատացնում ես քո ուղեղը, քո բիզնեսում, եթե դու քո ուղեղը աշխատացնես, դու ավելի շատ փող կաշխատես։ Օրինակ, այն օրը խոսում եմ մեր աղջկա հետ, մեր աղջիկներից մեկն է, ինքը իրանք ունեն բան, այգի։ Հիմա ինքը գնում է եւ այդ այգում, ասենք այնտեղ ծառա մշակում կամ, չգիտեմ, մոլախոտա հավաքում, ոչ իմ աշխատում է այդ մարդը։ Բայց եթե ինքը լինի բիզնեսմեն, ինքը այդ մարդուն կվարձի, իսկ ինքը իր ժամանակը կթողի պարապ, որ փող աշխատի, չէ՞, օրինակ եմ ասում։ Եթե ինքը բիզնեսմեն լինի, այս մտածողությունների տարբերությունը եւ սրանք գործողությունների տարբերությունը, որ ես ուզում եմ դուք հասկանաք եւ տարբերեք։ Սա այս աշխատանքը, այս աշխատանքից տարբերեք։ Հիմա տեսեք ինչ է տեղի ունենում։ Այս մարդը տարին, օրինակ եմ ասում, կվաստակի, օրինակ, 2 միլիոն, նու եթե բախտը բերի 2.5 միլիոն դրամ, 2.5 միլիոն դրամ, այս մարդը փող կտանի իր տուն, իսկ այս մարդը ամիսը 2.5 միլիոն դրամ կտանի իր տուն, ես հետ չի պես մինիմում, ինչու, որովհետև ինքը իր ուղեղն է աշխատացնում, ինքը իր ձեռքերն է աշխատացնում։ Ու երբ որ մարդիկ գալիս են ցանցային մարքեթինգի բիզնես, իրանք պետք է այս տարբերությունը հասկանան։ Շատերը գալիս են բիզնես եւ իրանք մտածում են, ես որ բանը պետք է անեմ բիզնեսում։ Հիմա եկեք այդ մի հատ քննարկենք։ Ասենք դուք հիմա ես եկել եմ ցանցային մարքեթինգի բիզնես, ես ուզում եմ ձեզ իմ օրինակը բացատրեմ եւ այն ճանապարհը, որով ես եմ անցել, իմ մասին է, իմ պատմությունն է, ես եկա ցանցային մարքեթինգի բիզնես։ Ես եկա բիզնես, գրանցվեցի, ինձ տվեցին կաբինետ, ու ես ընտրության առաջ եմ կանգնել, ես կարող եմ գնալ երկու ճանապարհով։ Մեկը վաճառքն է, մանրածախ վաճառք, մանրածախ վաճառք։ Մյուսը կարող ենք անվանել մեծածախ, ուզեք կամ կարող ենք անվանել ցանցային մարքեթինգի բիզնես, ցանցային մարքեթինգի բիզնես։ Եվ այս ընտրության առաջ էի կանգնած, ես ճիշտ որ ասեմ, ես սկզբից կանգնած չէի, ես չէի ընտրել, այլ ես որոշեցի պատվեր անել, կատալոգ վերցնել։ Մի հատ ու տարա տվեցին դերձակին։ Իմ առաջի եւ միակ ապրանքի վաճառքի փորձն է եղել դա։ Ես տարա իմ ձեռքով կատալոգը տվեցի իմ դերձակին, ինքը նայեց կատալոգը, հաջորդ ես իր մոտ շոր ունեի տված, ինքը ապրանքը նայեց եւ այնտեղ 3000 դրամի պատվեր էր ուզում ինձ տար, 3000 դրամի պատվեր արեց։ Ես եկա տուն եւ ես սկսեցի հաշվարկ անել, եթե ես 3000 դրամի պատվեր եմ վերցրել իմ դերձակից, ես տեղ ստացա օգուտ, ինչքան օգուտ ես ստացա, ես այդ ժամանակ 20% էի տեղ ստանում, որովհետև 50 միավոր չէի անում, այդքան նոր էի առաջի զակազը արել, 50 միավոր չէր, 20% էր իմ եկամուտը կազմում, եւ եթե հաշվենք 3000 միավորի 20%-ը կազմում է 600 դրամ, ենթադրում եմ, 600 դրամ փող աշխատեցի, ու ես այս ամենը անալիզ էի անում, որ ես հասկացա, որ ես իմ ուժերը ստեղ չեմ ուզում դնեմ, որովհետև այն ժամանակը եւ այն էներգիան, որ ես ծախսեցի ստեղ, ես որոշեցի ստեղ չծախսել, ստեղ չդնել։ Զուտ ես իմ էներգիան կշռեցի, գնահատեցի ու ես հասկացա, որ ես այս զակազի վրա ճիշտ է, շատ չեմ ծախսել, կարող է եւ ծախսել եմ իրար հետ, սաղ իրար հետ կատալոգը ցույց տալով, զակազը տալով, իր պատվերը անելով, դե վճարում ես օֆիսից վերցնում ես այդ ապրանքը, բարձ այնտեղ մենակ իր ապրանքը չէր, իմ ապրանքն էր եւ այլն, բայց ամեն դեպքում համարենք ես այս աշխատանքի վրա ծախսել եմ 1 ժամ։ Եվ ես ինքս ինձ հարց եմ տվել, այս 1 ժամում, եթե ես 600 դրամ եմ վաստակել, ինչ արժի իմ օրը, ինչ արժի իմ 1 օրը, եթե ես այսքան խելացի վաճառող լինեմ, ու ես կարողանամ 10 ժամ օրը ապրանք ծախել, ինչքան ես կվաստակեմ մի օրը, եթե ես 10 ժամ ապրանք վաճառեմ, հետևաբար ես օրը կվաստակեմ 6000 դրամ։ Ես
Չեմ ուզում ասել ոչ լավ, ոչ վատ, ես ընդհանրապես ձեզ հաշվարկների առաջ եմ ուզում կանգնեցնել, որպեսզի դուք էլ երբ որ գալիս եք բիզնես, դուք պետք է հաշվարկներ անեք։ Ոչ մի աշխատանք ամոթ չի ու վատ չի։ Ամոթ է այն մարդուն, ով չի աշխատում, ով սոված է նստում, ով ապագայի լույս չունի, ով ալարում է, ով ժամանակ չունի աշխատելու համար, այդ է ամոթը։ Երբ որ ինձ չգիտեմ դեռ չափահաս մարդիկ ինձ ասում են գալիս են բիզնես, իրանց ձեռով գրանցվում են բիզնեսում, հետո ասում են, որ իրանք ժամանակ չունեն աշխատելու, ես պրոստը իրանց փոխարեն ես եմ գետին մտնում, ասում եմ դու ով ես դու вообще որ դու աշխատելու ժամանակ չունես, բա դու ինչի ժամանակ ունես, հետաքրքիր է։ Այստեղ այդ հարցն իմ համար միշտ է դա դրած, եթե մեկը չի աշխատում, ինքը իմ համար արդեն նիտո է իր մոտ մի բան, պրոստ իմ համար, դաժե եթե իրան փող պետք չի, ինքը գոնե պետք է աշխատի, որ զարգանա։ Այդ իմ կարծիքն է աշխատանքի մասին, աշխատանքը մարդուն գեղեցկացնում է, ինձ տենց են սովորացրել փոքրուց եւ ես իմ սաղ կյանքը 17 տարեկանից աշխատում եմ, ես չգիտեմ, չեմ պատկերացնում ուրիշ թե։ Եղել այդ հարցի իմ ամուսինը ինձ տվել է, մինչև հիմա էլ ինձ տալիս է։ Նույնիսկ անցած տարի ինձ ասում էր քո ինչին է պետք աշխատելը, ես պետք չի աշխատել, ես այսքան փող եմ աշխատում եւ այլն։ Ես ասի, ոբշե, ինձ լավ է, մի անհանգստացի, ես չեմ տառապում, ես աշխատում եմ օրը 4-5 ժամ, բավականին լավ եմ վաստակում ու թող այդ էլ մտնի մեր ընտանիք, մի հատ որ ասում դա բավական լուրջ եկամուտ է, մի 10 կին պետք է ինպես աշխատի օրը 8 ժամ, որ իմ չափ փող աշխատի, երեխեք չեմ պատկերացրեք, ես շատ լավ եմ վաստակում։ Զուտ, այս հաշվարկից ելնելով ես հասկացա, որ ես գնում եմ ցանցային բիզնես։ Ես ես իմ առաջի ու վերջի ապրանքի վաճառքն եմ եղել։ Դրանից հետո ես իմ մի րոպեն այլևս չեմ տրամադրել սրան, որտեղ ես գնահատել եմ իմ օրը 6000 դրամից ավել։ Այսինքն ես պրոստը հաշվել եմ ու հաշվարկել եմ, որ իմ 1 օրը աշխատանքային արժի սրանից ավել։ Դաժե եթե 10 ժամ ապրանք ծախեմ, խաչա դա հնարավոր չի, որ մեկը 10 ժամ ապրանք ծախի Faberlic-ի, չեմ պատկերացնում, բայց լավ, եթե կա հալալա իրան, բայց դաժե եթե դու 10 ժամ քեզ զբաղացնես վաճառքով, սա քո պրիդելն է, սա քո ամենամեծ բանն է։ Ամեն դեպքում պետք է այս թվաբանությունը դուք էլ իմանաք, ես պրոստը կիսում, ես ոնց եմ մտածում բիզնեսում, իմ մտածողությունը ինչպես է աշխատում։ Ու կարող է դա ձեզ օգնի ճիշտ ուղղություն վերցնել բիզնեսում։ Եվ գոյություն ունի ցանցային մարքեթինգի բիզնես։ Եթե վերցնենք ցանցային մարքեթինգի բիզնեսը ու սկսենք անալիզ անել եկամուտների հետ կապված, եկեք անալիզներ անենք, բացենք ընկերության մարքեթինգ պլանը։ Так. Միատ ես բացեմ Faberlic-ի իմ edge-ը, նոր դեմոնստրացիանը, որ չկախի, համագործակցություն, չէ, և մարքեթինգ պլան, և առաջնորդի եկամուտներ, և ես բացեցի այս սանդղակը, հենց այն ժամանակ լավ հիշում եմ, իմ հովանավորի հետ նստեցինք, և իմ էկրանն երևում է, աղջիկներ ջան, դուք իմ էկրանը տեսնում եք, Հա, երևում է քնաջան։ շատ լավ, Так, եթե մեզ փորձեմ մեզ նկարը մի քիչ մեծացնեմ, սենց, բայց ձեզ այս նկարը, որպեսզի դուք երևի թե լավ է, երևում ես նկարի այս վերջի մանր թվերը երևում է։ Փոքր է երևում քնարջան, փոքր է։ Իսկ եթե սենց մեծացնենք, այս սենց որ մեծացնում ես աջ կողմի ամենավերջի թվերը երևում են։ Լավ, եկեք ձեզ շատ չտանջեմ, ես էսի կոպիրովать անեմ, դնեմ ստեղ, կոպիրովать կարտինու անեմ, դնեմ չատում, դուք չատից բացեք ես ֆայլը, ահա, ես դրեցի չատում երեխեք ջան, Так, իսկ սենց, թե նույն ձև է երևում, լավ, դուք չատում կբացեք, կտեսնեք երեխեք ջան, ինչի մասին է խոսքը գնում, օրինակ, ցանցային մարքեթինգի բիզնեսում
եկամուտը սկսում է 3%-ից։ Այսինքն դու թեկուզ եւ դու մենակ դու անում ես 50 բալ, մի հատ 50 բալ դու ես անում եւ մի հոգի գրանցում ես ինքն է 50 բալ, դու արդեն 100 բալ ես, դու 3% եկամուտ ես տամ, դա տարեկան կտրվածքով 36,000 դրամ է կազմում։ Դե դու անում ես 200 բալ, իհարկե այստեղ ինչ է որ ես հիմա խոսում եմ, սա ես հասկանում եմ որ սա էլ օրը 6000 դրամն էլ վաստակելը մի օրվա բան չի։ Այս բիզնեսը կառուցելն էլ, ցանցային բիզնեսը կառուցելն էլ մի օրվա բան չի։ Այդ ես հասկանում եմ, որ դրանք ժամանակատար process է, որ любой բիզնեսում դու պետք է լինելու так։ Երեխեք դուք ինձ լավ լսում եք, что-то ձեր ձայները ես չեմ լսում։ Թաթուան Արմինեն ինձ զանգեց, ես մտածեցի կաղա։ Լսվում է, քնար ջան, լսում եք։ Հա, Ես իհարկե հասկանում եմ, որ ցանկացած բիզնես ինքը դա նաև այդ այն պահը չի, որ դու տեսեք նոր օրինակը բերում էի, չէ, խանութում վաճառողի եւ խանութի տիրոջ օրինակը ես դες բերեցի։ Այստեղ ոնց է ստացվում, որ եթե դու շտապում ես ու ուզում ես քո մի ամիսը ասում ես, ես մի ամիս աշխատեմ, ինձ տվեք 200,000 դրամ։ Այս եթե դու ուզում ես սենց բան, միանշանակ դու պետք է գնաս վարձու աշխատանքի։ Միանշանակ քո տեղը բիզնեսում չի, որտեղ դու բիզնես չես կարա գաս, աշխատես 200,000 ստանաս։ Եվ բիզնեսի տերը, հա, սենց ասենք բիզնեսմենը որ ինքը սկսել է բիզնեսը, ինքը իմացել է, որ առաջի ամիսը ինքը 200,000 չի աշխատի։ Ինքը իմացել է, որ մինչև ինքը 200,000 կաշխատի, կարող է իրան պետք լինի մի տարի աշխատանք։ Ինքը էս իմացել է, որովհետև ինքը գիտի, եթե ինքը խելացի բիզնեսմեն է, ինքը գիտի, որ ինքը ծախսեր է անելու սկզբում, ժամանակ է ներդնելու, դաժե եթե պետք լինի ինքն է աշխատելու, իր կինն է աշխատելու սկզբում, մինչև այդ խանութը կկայանա, կլիենտ կունենա, մի խոսքով մարդիկ խանութի տեղը կիմանան, կսիրեն, կգան եւ այլն, ինքը իմացել է, որ ինքը մի տարի պետք է դնի, որ ինքը էլի էս 200,000 աշխատի։ Բայց էս իր վաճառողի 200,000-ը ու իր 200,000-ը տարբերվում են։ Ինչով են տարբերվում։ Որ իր 200,000-ը կլինի մի օր, մի տարի հետո իր 200,000-ը կլինի 500,000, բայց իր աշխատողինը կմնա նույնն է։ Հետո իր 500,000-ը կլինի 1 միլիոն, իր աշխատողինը էլի կմնա նույնն է։ Իր 500,000-ը կդառնա 2 միլիոն, բայց էլի աշխատողը նույնքան կստանա։ Ինքը կստանա 10 միլիոն, իր աշխատողը էլի նույնքան կստանա։ Այսինքն ինքը այստեղ ռաշյոտ արել։ Ու ես ռաշյոտ անում, որ ես հասկանում եմ ու գիտակցում եմ, որ եթե ես ուզում եմ շտապ 200,000 դրամ, պետք է գնամ վարձու աշխատանքի։ Քանի որ ես տարիներով աշխատել եմ, ես այլևս չէի ուզում այդ ճանապարհով իմ կարիերան զարգանար, ես ուզում եի ու ռեալ գիտակցում եի, որ բիզնեսում շատ ռեալ է վաստակել 500,000, հետո 1 միլիոն, հետո 2 միլիոն, դրան պետք կգա ժամանակ, ես դրան պատրաստ եմ։ Ես հասկանում եմ ու գիտակցում եմ, դա գիտակցության պահ է։ Այդ այն պահն է, որ ամեն մարդ պիտի գիտակցի, եթե դրան գիտակցաբար չմոտենաս, գժական է, որ դու մի տարի ծրի աշխատես, էդի գժական է, դու գժի տպավորություն ես թողում, եթե դու դա գիտակցաբար չես անում։ Այն մարդիկ, ովքեր գալիս են բիզնես, ու այս ռաշյոտները իրանց համար չեն անում, իրանք իրոք խապկանքի մեջ են ընկնում, իրանք իրոք ասում են, հետո դուք կհանդիպեք տենց մարդկանց, որ ձեզ կասեն, սա սուտ է։ Ես գնացի, աշխատեցի, ոչ մի բան չստացա, իմ մոտ ոչ մի բան չեղավ, այս այն մարդիկ են, ովքեր գալիս են ցանցային բիզնես, մի ամիս աշխատում են, ուզում են այս փողը աշխատեն, բայց չեն գիտակցում, որ իրանք վաճառողի չեն, իրանք բիզնեսմեն են եկել։ Չնայած, երբ որ դու մարդուն բացատրում ես բիզնես, ասում ես, որ սա բիզնես է, որ այստեղ եկամուտները զրոյից են սկսում, եթե ինքը խելք ունի գալիս է դասընթացի, այստեղ լսում է հասկանում, բայց մեկ է, ինքը մի ամիս հետո թողում գնում է, ու իր ամբողջ շրջապատին ասում է, որ դա սուտ է, այնտեղ ոչ մի փող չկա, սուտ է, խաբել են, փող չկա։ Այ խնդիրը ստեղ է կայանում։ Որ այն մարդով գալիս է գիտակցաբար, ինքը հասկանում է, որ այս թվին ինքը կհասնի։ Հա, օրինակ եմ ասում, մեր Մարիամ Միրզոյանը մի քանի օր առաջ ես չատում դրեցի Մարիամ Միրզոյանի, չնայած ինքը նկարները չի ուղարկել իրան նոր տան,
Բայց դե շուտով կուղարկի հաստատ վիդեոռոլիկ անելու, շուտով դուք սաղը կտեսնեք իմ կոլեգաներից եւս մեկը, ես ասում եմ եւս մեկը, որովհետեւ սա 12-րդ բնակարանն է մեր պրոյեկտում, մեր կոլեգաներից արդեն 12 հոգի բնակարանն առե, խաչա ավտոներ շատ-շատերն են առե, բայց բնակարան 12 կին ու բոլորը կին են, պատկերացնում եք տղամարդը չեն, ասենք շատ տղամարդկանց համար երևի թե հիմա ամոթ բան եմ ասում, որ իրանք փող չաշխատեն, իրանք տունը չառնեն, իրենց կինը տունը առնի, բայց ամեն դեպքում երեխեք ջան, ինչ կա, այդ եմ ասում։ Իրականությունն եմ, հա, ասում, սենց ասեմ ձեզ։ Ոնց է լինում, որ տեստիմա остановить. Так. Եթե նայենք մարքեթինգ պլանին, հա, ապա այստեղ կա իհարկե սրանք տարեկան եկամուտներն են։ Իմ ճանապարհը այսպես է եղել, ես 6 ամսում ես ավագ տնօրենի ստատուսի եմ հասել, այսինքն ավագ տնօրեն, եթե նայենք ըստ մարքեթինգ պլանի, տարեկան 9.600.000 դրամ է եկամուտը կազմում, հետո ես ստատուս չեմ փոխել, բայց բալերով աճել եմ, որովհետև 10.000 միավոր էի անում, 1 տարի անց և 1 միլիոն էի մոտավոր վաստակում, չնայած ավագ տնօրենի ստատուսում էի, դեռ ուրիշ տնօրեն չունեի իմ թիմում, հետո մոտ տարի ու կես անց ես ոսկե տնօրեն էի, այսինքն 13 միլիոն էի վաստակում և ավել տարին, հետո ես ռուբինե տնօրեն էի, այսինքն 19 միլիոն էի վաստակում, հետո ես ադամանդե տնօրեն էի, 33 միլիոն էի վաստակում, հետո ես էլիտար տնօրեն էի, 49 միլիոն էի վաստակում, այդ սա 3 տարում երեխեք, այսինքն ճիշտ է, խաչա ես առաջի 6 ամիսը, չնայած 6 չէ, առաջի 3 ամիսը սենց եղել, առաջի կատալոգը իմ մոտ եղել է 0 դրամ եկամուտ, հետո եղել է 5.000 դրամ եկամուտ, հետո եղել է 10.000 դրամ եկամուտ, հետո եղել է 30.000 դրամ եկամուտ, բայց ես այդ եկամուտների համար պախած եմ արել, ես համարել եմ դրանք իմ միլիոնի հիմքը, երբ որ այսօր մեր տիկին Սոնան, կստացի եթե ստեղա ուրա տիկին Սոնան եկել է, չկա, ինչու չկա մեր տիկին Սոնան, ափսոս չկա, ես ուզում եմ իրան նորից շնորհավորել, ինքը բացեց իր խոր հրթատուի ստատուսը, իր առաջին ստատուսն է, իմ ամուսինը եթե հիմա լսեր ինձ կասեր դուք ձեր յանը տարած, այն չեք ուրախանում ձեր 1200 դրամի վրա, բայց պետք է ուրախանալ, որովհետև դա քո բիզնեսի 1200 դրամն է, հա, թող լինի 1200 դրամ, բայց դու հասկանում ես ու գիտակցում ես, որ դա է ճանապարհը, այս կարիերայով բարձրանալու ճանապարհը, զարգանալու ճանապարհը, այդ փոքրիկ եկամուտն է։ Ու եթե դու հասկանում ես, որ դու բիզնեսում ես, դու հասկանում ես, որ դու չպետք է սպասես քո միլիոնները առաջի օրը, դու պետք է միլիոնների ջանք դնես այդ ամեն ինչի վրա, որտեղ դու պետք է գիտակցես, որ միլիոններ բերելու է, բայց դու պետք է միլիոնի էլ ջանք դնես։ Դու չդնես վարձու աշխատողի ջանքը գիտեք որն է, եթե օրինակ եմ ասում, դու ունես խանութ, ու քո խանութի վաճառողը այդ օրը գործի է եկել առանց իր գլուխը լվալու, մազերը լվալու, ինքը թքած ունի քո հաճախորդների վրա, դրա համար է դա տենց, բայց դու, երբ որ մտնում ես քո խանութ, դու քեզ թույլ չես տա առանց քո գլուխը լվալու, մտնում ես քո խանութ, ես մի հատ այնքան հիգիենիկ պրիմիտիվ օրինակ եմ բերում, բայց սա բիզնեսմենի եւ վարձու աշխատողի մտածելակերպն է, դու ինքը թքած ունի, իրան վարձել են մի ամսով, իրան տալու են աշխատավարձ, ու հենց որ ինքը այդպես չեղավ այդ տիրոջը, իրան հանելու է գործից, ինքը հասկանում է, որտեղ ինքը ժամանակավոր է, իրանը չի դա, բայց տերը հասկանում է, որ դա իրանն է, ու ինքը միլիոնների ներդրում անում, թեկուզ թող այդ լինի մազերը լվանալը, ես մի ընկերուհի ունեմ, ինքը բան ունի, գեղեցկության սրահ ունի, կոսմետոլոգիչский կենտրոն ունի, ինքը որ մտնում է իր սրահ, ինքը թաքուհու նման է մտնում,
որտեղ ինքը տեղի թաքուհին է, ու ինքը թաքուհու նման էլ վերաբերվում է ու վերաբերվել է միշտ իր գործին։ Ես իրան շատ բան եմ սովորել, տեսնելով իրան ներդրում է, որ ինքը իմ աչքի առաջ 2 տարի վարկերով, պարտքերով, սաղ աշխարհին պարտքեր, սաղ բանկերին ունեց թվեր, որ ես ասեմ, դուք պրոստը խոսքը գնում է $500,000 մասին։ Բայց ինքը մտավ այդ պարտքերի տակ ու իր կոսմետոլոգիչեսկի ցենտրը ինքը բացեց всё-таки, хотя այնքան մարդ իրան ասում էին մի արա պետք չի, չես կարել, ինքը ուներ նպատակ ու ինքը դա արեց։ Ու երբ որ ես իմացա ցանցային մարքեթինգի բիզնեսի մասին, ես ասացի անգիտես sense բիզնես կա, որտեղ կարելի է փող չդնել ու բիզնես սկսել։ Ինքը գիտեք ինձ ինչ ասեց, ասաց ես չգիտեմ այդ ինչա քո ցանցայինը, բայց դու սկսի, եթե դու դե փող չես դնելու, դա ռեալ բիզնես է, օրինական բան է, չոտկի ասա, ասի հա, այստեղ ճշտել եմ չոտկի։ Ասաց քնար, մի րոպե չմտածես, մի րոպե չմտածես։ Ես այսքան փողի տակ մտա, որ իմ բիզնես ունենամ, եթե դու կարաս առանց փող դնելու դու այդ բիզնեսը սկսես, մի րոպե չմտածես, սկսի։ Որտեղ է քո հաջողությունը եւ դա ճիշտն է, երեխեք ջան։ Եթե դուք ուզում եք, ասենք ասեմ, տուն առնեք, ավտո առնեք, այդ չեք կարալու դուք, ոնց ասեմ, փոքր փողերով տենց բաների տեր դառնաք։ Այդ տենց բաներ իրենց թույլ են տալի, в принципе, մենակ բիզնեսմենները, մենակ նրանք, ովքեր բիզնեսի տեր են։ Մյուս մարդիկ ձեզ չթվա, թե չեն կարում տուն առնեն, կարում են 6 հոգով աշխատում են 24 ժամ։ 6 հոգու աշխատավարձը 50 տարով փակում են այդ բան հիպոթեքները, տենց են առնում։ Մյուս մարդիկ տունը տենց են առնում։ Այդ բիզնեսմենները, որ իրանք իրենց կանխիկ փողով են տուն առնում, մնացածը, ես վերջերս ես տենց ռոլիկ էի արել, ոնց կարելի է տուն առնել առանց վարկի, այնքան մարդ ինձ գրել, ես ուզում եմ տուն առանց վարկի, ես ուզում եմ տուն առանց վարկի։ Հենց իմացամ, որ պետք է ամիսը, ասենց ասեմ, 0 դրամով աշխատեն, մի ամիս, всё, սաղ թռան, չէ, ինձ փող տվեք։ Դե գնա, տենանք տունը ոնց ես առնում։ Գնա, քո ամիսը 150,000, 200,000-ով ծախի մեկին տենանք, ոնց ես տուն առնում։ Հասկացաք, սրանք մտածելակերպերի տարբերությունն է եւ այս մտածելակերպը բիզնեսմենը ինքը պետք է ունենա ու ինքը պետք է նաեւ ոնց ասեմ աշխատի իր հոգեբանության վրա։ Ինչի համար եմ ես այդ ձեզ ասում, երեխեք ջան, որտեվ երբ որ դու գալիս ես բիզնես, դու չպետք է հաշվես քո բիզնեսը քեզ քանի միլիոն է բերում, որ դու իր վրա քեզ 100% ներդնես։ Դու պիտի հասկանաս ու դու իրան հենց սկզբից վերաբերվես, նենց ոնց որ ինքը քեզ մի քանի միլիոն է բերում։ Եթե հենց սկզբից այտենց չվերաբերվես, որ ինքը քեզ մի քանի հաշվի, այսինքն աշկետ փակի ու պատկերած իմ հետ այտենց դեպք է եղել, ես զանգեցի իմ հովանավորին, ես կրիզիս էի տանում հոգեբանական, ինձ թվում է բոլոր նորեկները բիզնեսի սկզբում իրանք ունենում են հոգեբանական կրիզիսներ, ես այդ կրիզիսի մեջ էի, այն առումով, որ իմ մոտ անինքնավստահություն էր, ես մարդկանց հետ պետք է խոսայի, բայց ես ինքնավստահ չէի։ Իմ խոսքերի մեջ ինքնավստահ չէր, նույնիսկ իմ տրամադրությունը հետ ինքնավստահի տրամադրություն չէր։ Ես զանգեցի իմ հովանավորին, ասացի գայ ջան, ես խնդրեմ ունեմ, ասեց ինչ ա եղել, ասի ես չեմ կարող մարդկանց հետ դուխով խոսամ, ոնց որ պետք է, որտեվ ես վստահ չեմ։ Ասեց ինչ ես ուզում, ոնց վստահ լինես։ Ասեց պատկերացրա, ասեց պրոստ ասում աչքիդ փակի ու պատկերացրա, որ քո գրբան այս կատալոգ Faberlic-ից 1 միլիոն դրամ է մտել։ Ու տենց խոսա մարդկանց հետ։ Ընենց խոսա, ոնց որ քո գրբանը 1 միլիոն մտել է։ Այ մտել է 1 միլիոն, դու 1 միլիոնանոց տրամադրություն ունես ու ինքնավստահություն ունես, այ տենց խոսա։ Ու ես հասկացա, որ դա ճիշտ է, որ մարքեթինգը չի ներում թույլիկներին ու անինքնավստահներին։ Մարքեթինգը դա քո ինքնավստահությունն է, դա քո խոսքն է, դա քո գարանտիան է։ Ու եթե ինքը թույլ է, դու չես կարող այդ բիզնեսում առաջնորդվես։ Դրա համար ամենամեծ դժվարությունները մարդիկ, որ գալիս են ցանցային մարքեթինգի բիզնես, իրանք հենց սկզբից ունենում են հոգեբանական դժվարություններ։ Բայց օրինակ այդ իմ ընկերուհին,
որ 500,000 բանկին պարտքեր, ոչ մի հոգեբանական դժվարություն չուներ։ Ինքը իրան պահում էր այնց, ոնց որ միլիոնատեր է։ Գիտեք ինչի։ Որովհետև այս կյանքում կա մի հատ ճշմարտություն, որը կոչվում է շնաձկներով լողավազան։ Այդ որն է։ Ուրեմն մի մարդ, շատ հարուստ մարդ, հյուրերին կանչում է իր տուն, իր լողավազանը լցնում է շնաձկներով եւ գեղեցիկ աղջիկ ունի, որին պետք է ամուսնացնի եւ ասում է, հայտարարում է, որ ով ուզում է իմ աղջկան առնի, պետք է այս բասայնով լողը անցնի, ես իրան տալիս եմ իմ աղջկան։ Իմ համար ամենաթանկ բան է, եւ ասում է, եւ իմ թագավորության կեսը, եւ այլն։ Ու այնտեղ մի հատ տղա գցվում է ջուրը, մի կերպ դուրս է գալի, փրկվում է, վերջ դե արդեն գցվել է, արդեն պետք է լողը փրկվի այդ շնաձկներից, լողում է, հելնում է, այնտեղ բոլորը ծափահարություններ, դե ծափահարում ենք բանը, որ դու ստանում ես աղջկա ձեռքը եւ այլն, ասում է, ինձ պետք չի ձեր աղջիկը, բան, ասում եմ, ոնց, բա ինչի գցվար ջուրը, ասում է, ես ասում եմ, չեմ գցվել, ինձ գցել են այդ ջուրը։ Հիմա այդ իմ ընկերուհու պատմությունը, որ ինքը այդքան պարտք էր բանկերին, բայց այդքան ինքնավստահ էր, այդ բասայնին ինչ որ մեկը իրան գցել էր այդ բասայնի մեջ ու ինքը ստիպված ինքնավստահ էր։ Այսինքն այն ֆակտը, որ ինքը պարտք էր բանկերին այդքան, իրան իրոք լրջություն էր տալիս, իր վերաբերմունքին լրջություն էր տալիս։ Ու մենք տենց բիզնես տրեյներներ էլ ունենք, սիթիվոյ մարքեթինգի բնագավառում, ասում են, որ եթե դու ուզում ես ինքնավստահություն քո բիզնեսում, խաչա դու դեռ նորեկ ես, պատկերացրու, որ դու բանկին մի քանի $100,000 պարտք ես այս բիզնեսի համար։ Պատկերացրա, ու դա կլինի քո շնաձուկը, որ ընկել է քո հետևից ու դու պետք է փախես, փրկվես։ Այսինքն դու պետք է դա կարողանաս հասկանաս ու գիտակցես։ Որովհետև երբ որ դու գալիս ես բիզնես, դու պետք է մարդկանց հետ խոսաս քո պլաններից, քո ծրագրերից, քո ֆիրմայից, դու ինչ ես զբաղվում, այդ ինչ ֆիրմա է, Faberlic ֆիրման ինչ հնարավորություն է տալիս մարդկանց, չէ՞ որ սաղս եկել ենք այս հնարավորությունների համար, բայց հիմա այս հնարավորությունները մենք պիտի պատմենք, մի բանա, որ դու գալիս ես, դու լսում ես օրինակ եմ ասում, դու լսեցիր քնարիկը ինչպես դա պատմեց քեզ, ինչքան ինքնավստահ է, դու իրան վստահեցիր, որ եկար։ Հիմա մյուս մարդը քեզ պետք է վստահի, որ գա։ Չէ՞ որ այս փողերը դու չես տալու այդ մարդուն։ Քո խնդիրը ինչու՞մն է կանում, որ դու չես կարող ինքնավստահ խոսաս։ Օրինակ եմ ասում, իմ նաստավնիկը ինձ հրավիրել է բիզնես։ Ես 3 տարում դառել եմ էլիտար տնօրեն։ Էլիտար տնօրենի տարեկան աշխատավարձը 49 միլիոն, եկամուտը 49 միլիոն դրամ է։ Դուք պատկերացնում եք այդ թիվը։ Ձեզ թվում է իմ հովանավորը ինձ կանչել է բիզնես ու ասել է քնարիկ ջան, արի ես քեզ 49 միլիոն տարին կտամ։ Ինքը ինձ ոչ մի կոպեկ չի տվել։ Ինձ տվել է ֆիրման։ Ինքը պրոստը ինքնավստահ ասել է, որ դու գաս, դու կարաս լիքը փող աշխատես։ Всё, այդքանն է ինքը ինձ ասել, ինքը ինձ փող չի տվել։ Ուստի եթե դու մարդուն չես տալու, դաժե չէ, հեսա կխոսանք այդ մասն, այդտեղ ակցիաներ, նվերներ, զեղչեր, դաժե դրանք դու չես տալու մարդուն, սա ֆիրման է տալիս։ Քեզ մնում է այդ ամեն ինչը ինքնավստահ, նորմալ, առոգանությամբ, հա, ասել մարդկանց պատմել եւ այլն։ Ու հաղթարել են ամաչկոտություն եւ այլն, որովհետեւ այդ ամաչկոտությունը երեխեք ջան ոչ մեկի հաջողության չի բերել, ոչ մեկի։ Այդ մի հատ абսուրդ ժանրից մի բան է։ Մի հատ էլ թեմա եմ ուզում ձեր հետ քննարկենք եւ անցնենք առաջ եւ խոսանք կոնկրետ ակցիաներից, զեղչերից, ու քանի որ կատալոգը նոր է բացվել, կարծում եմ ձեր համար այնտեղ հետաքրքիր շատ բաներ կա։ Այս ժամանակի կառավարումն է, սա մի հատ լրիվ ուրիշ թեմա է, որի հետ հանդիպում են ժամանակի կառավարման խնդրի հետ հանդիպում են բոլոր նորեկները, ովքեր գալիս են բիզնես, իրանք չունեն ինքնավստահության խնդիր։ Ու ձեզանից շատ-շատերը այստեղ առաջի անգամ են բիզնեսում եւ իրանք ունեն դեռ ժամանակի կառավարման խնդիր։
Եվ ուզում եմ ես դա ձեր հետ քննարկեմ եւ ինչպես անել, որ դու եկար բիզնես, դու ունենաս ժամանակ բիզնեսի համար, որովհետեւ եթե դու չունենաս ժամանակ բիզնեսի համար, դու բիզնես չես ունենա։ Այս բիզնեսում դու ներդնելու ես քո ժամանակը։ Եվ ինչի վրա ես դու այդ ժամանակը ներդնելու եւ ինչպես ես դու անելու, որովհետեւ ոչ մեկ ստեղ չի եկել այդ нечего делать, ստեղ սաղ եկել են զբաղված մարդիկ, մեծ մասը ձեզանից աշխատում են, մեծ մասը ընտանիքի մայրեր են, տնային տնտեսուհիներ են, որը արդեն մի աշխատանք է, համաձայն եք, որ տնային տնտեսու գործը դա մի կողմի հոգու աշխատանք է, պալնացեննի, ամբողջական շտատ է, տնային տնտեսուին մի հատ տենց ռոլիկ կա, չի ասում Ես ասում եմ, պարապ եմ, տնային տնտեսում, ես ոչ մի չեմ անդեղ ցույց տալի առավոտը սաղից հետո անդեղ հավաքում եմ լվացքը մի ասում եմ, ես տնային տնտեսում պարապ եմ, ոչ մի չեմ ճաշերն ասարկում ես անում, ես տնային տնտեսում ոչ մի չեմ խանութա գնումներ ամ, ես տնային տնտեսում ոչ մի չեմ գնում երեխեքին դպրոցից պարտեզներից հավաքում բերում ատուն, եղավ իրիկումվա արդեն ժամը 7 դասեր, ես տնային տնտեսում ես ոչ մի չեմ, ես չեմ աշխատում ստած երեխեքի այդ դասերն անում, վերջում ամուսինը գալիս է տուն, ես տնային տնտեսում ոչ մի չեմ անում, պետք է սեղան դնեմ ամուսնուս համար սեղանն է դնում ամուսնու, իջև սաղուտում կշտանում քնում են, ինքը մեռելի պես ընկնում է ժամը գիշերվա 1000-ին, որտեղ այդ ամիջը պիտի հավաքի ու հետո ասում եմ ես ասես պարկացա անկողնու վրա, ասում ես տնային տնտեսում եմ, ես չեմ աշխատում, ասես չկա էլ ինքը ջնջղված է, ինքը տնային տնտեսում ովքեր որ գալիս են բիզնես, եթե ձեր բախտը բերել է, դուք եկել եք բիզնես ու դուք չեք աշխատում, ձեր բախտը բերել է, որտեղ եթե դուք այդ ամեն ինչ հետ նաև աշխատում եք ինչ-որ տեղ, ես շատ եմ ցավում, ես այդ պայմաններում եմ եկել բիզնես, որտեղ մենք ֆերմա ունենք, ես ֆերմայի վրա աշխատում էի, ոնց է չդնի օրը մի 6-7 ժամ էլ ֆերմայում եմ ես աշխատում, так что Դա շատ բարդ ճանապարհ է, բայց ինչպես ասում են, անհնար չի։ Հիմա կհասկանանք ինչ է նշանակում ժամանակի կառավարումը բիզնեսում։ Գնացինք։ Ընդհանրապես ես շատ եմ լսում նոր գրանցած կանացից, որ ասում են ես ժամանակ չունեի, ժամանակ չեմ կարողանում հատկացնեմ, ես ժամանակ չունեի նայելու քո տված վիդեոն եւ այլն, ժամանակ չունեմ։ Եվ նույնիսկ ռոլիկ եմ արել այդ մասին, որ դա շատ տարօրինակ է, որ դու ժամանակ չունես, բոլորը ունեն 24 ժամ, դու ոնց կարաս չունենաս 24 ժամ, չէ՞։ Եվ այստեղ հարցը խնդիրը այն չի, թե ով ինչքան ժամանակ ունի, հարցը խնդիրը հետևյալն է, դու ինչքան ժամանակ ես հատկացնում, այսինքն ժամանակը մենք չենք կարող ավելացնել, բոլորինը 24 ժամը, մենք կարող ենք հատկացնելու վրա կարող ենք կենտրոնանալ, և եթե հատկացնենք, ես ձեզ իմ օրինակով եմ ասում, մեր տնօրեններ Թամազյանն են, մեր տնօրեն Նաիրա Ասատրյանը ոսկե տնօրեն է, Էլով է աշխատել, մեր տնօրեն Գրետա Պետրոսյանը, որը աշխատելով է դարել տնօրեն, Բրիտոմ 2 տեղ աշխատելով է դարել տնօրեն, տակ, մեր իմ կոնկրետ տնօրեններից էլ, իմ հետ աշխատող մարկանցից, որ համ աշխատել է, համ տնօրեն է դարել, Էլով Կաշմերոնցից, Մարի Սարգսյանը աշխատելով է դարձել տնօրեն, Էլով ունենք, Արեգնաս Տերտերյանը, ուսուցչուհի է դպրոցում, մի խոսքով, շատ մարդիկ, ովքեր բիզնեսում հաջողել են, իրանք ունեցել են մի աշխատանք, երկրորդ էս բիզնես, ուստի եկեք ոչ մեկ չասի ես ժամանակ չունեմ, եկեք հասկանանք, ինչպես է դա պետք հատկացնել, ինչպես կարելի է հատկացնել, այսինքն սա մեր ժամանակն է, սա մեր 24 ժամն է, հա, սա 24 ժամը, ու այստեղից մենք հատկացումներ ենք անում, այսինքն բաժանում ենք մեր ժամանակը, ինչ որ և այլն, օրինակ մի մեծ կտոր ժամանակ 8 ժամ մենք քնում ենք, ովքեր որ աշխատում են 8 ժամ աշխատում են, այսինքն աշխատանքի են գնում, հələ կարող է մի ժամ էլ իրանք ճամփին ծախսեն, ճիշտ է, նրանք ովքեր 8 ժամ քնում են և 8 ժամ աշխատում են, 8 ժամ էլ դեռ մնում է իրանց մնացածի համար, հա, եթե օրինակ եմ ասում, մի քիչ լավ չգտեցի, լավ չեմ բաժանել,
Կարելի է մի քիչ բաժանումը ճիշտ անել, որ նկարը գեղեցիկ լինի։ Այսպես կարելի է անել։ Եվ ստեղ էլ գրենք 8 ժամ ու հասկանանք այս ինչի վրա է գնում եւ ինչպես ենք մենք ժամանակը մեր տնօրինում։ Դուք այս նկարը լավ չէ՞, այսպես։ Так, 8 ժամ քնում ենք, 8 ժամ աշխատում ենք եւ մնում է 8 ժամ։ Ովքեր որ աշխատում են, իրանց մոտ այս վիճակն է։ Ու կան մարդիկ, ովքեր կարողանում են աշխատավայրում, օրինակ ես վերջերս մեր աղջիկ, ես ում հետ որ խոսում ճշտում եմ, ասում դու կարես գործի տեղը աշխատես, ասենք օրինակ կարես գործի տեղը մտնես հեռախոսի մեջ, նամակ գրես, զանգ անես, վիդեո դաս նայես, կարես, հա, ուրեմն նշանակում է դու կարող ես քո աշխատանքային 8 ժամի մեջ եւս 2 ժամ աշխատես։ Ու սա ամենահրաշալին է։ Ուրեմն, երբ որ մեր Թամազյան Աննայի հետ համագործակցում ենք, ինքը դիսպեչեր էր աշխատում տաքսի սերվիսում, հենց որ կլիենտ չկար, որը զանգում էր, հենց որ շեֆերը կողքերը չէին պտտվում, ինքը աշխատում էր։ Ինտերնետում նամակագրություն էր անում, մարդ էր գրանցում, դաժե զանգում էր արանք, մենք էինք հեռախոսով խոսում, որ զանգում ես, մերան ջան, կարաս խոսես, ասում էր, հա, շեֆս այստեղ չի, մենք խոսում ենք եւ այլ։ Ինքը գործի տեղը աշխատելով, Իտոգում ընդից աշխատավարձ ստացավ, ըստեղից բիզնեսը զարգացրեց։ Իտոգում իր շեֆի տված փողով ինքը բիզնես զարգացրեց։ Չէ՞, ժամանակը որ շեֆը վճարել է ու առել է իր այդ ժամանակը, ինքը նաև դրեց իր բիզնեսի վրա, ինչ հետաքրքիր բան եղավ, եւ մենք ունենք այդպիսի շատ դեպքեր, նույն Գրետա Պետրոսյանը ինքը աշխատավայրում էլի աշխատում էր, որտեվ կարողանում էր, այնտեղ ոնց է մեր բիզնեսը, հիմա այդ եմ ուզում ձեզ բացատրել, որ դες այն շատ-շատեր, ովքեր ժամանակի կրիզիս ունեն, հասկանան ու պատկերացնեն ոնց կարող են ժամանակ դնել բիզնեսի վրա։ Նայեք երեխեք ջան, եթե դու ունես, օրինակ եմ ասում, 5 րոպե ժամանակ, 5 րոպեմ դու կարող ես գրել 5 հատ նամակ, մարքեթինգը տենց բան է, եթե դա 5 հատ նամակ է, դու կարես 5 րոպեմ 5 հատ նամակ գրես, եթե քո աշխատանքը նենց է, որ դու կարող ես դնել քո ականջների մեջ ականջակալ, և կարող ես քո աշխատավայրում 1 ժամ դասընթաց լսել, 1 ժամ դաս լսել, Սա էլի նշանակում է քո բիզնեսի վրա է գնում, որտեղ բիզնեսի նամանավան սկզբում դու պիտի շատ դաս լսես, շատ։ Ովքեր որ կան բիզնես միլիոն խմբում, ես ասում դուք այնքան պետք է լսեք, որ դուք դաժե լսելով քնեք, ձեր վիճակը տենց պետք է լինի։ Որտեղ երբ որ դու եկար բիզնես, դու շատ բան սովորում ես, ու դու վիդեո դասերը, աուդիո դասերը դու պիտի անդադ լսես այս բիզնեսի մասին։ Ոնց են այս բիզնես ամ եւ այլն, այնտեղ սաղ ես տալիս եմ, այդ հիմա շատ չեմ ուզում խորանամ, այդ ինչ դասեր են, ոնց են, ինչ են, բայց շատ գնում է նաեւ ժամանակ դաս լսելու վրա։ Ու եթե դու գործի տեղը կարես նաուշնիկը դնես ականջների, ուրեմն դու կարես դաս լսես։ Կամ օրինակ են մարդիկ, ովքեր 8 ժամ էլ, օրինակ եմ ասում, տնային գործերով են զբաղված, տնային գործեր։ Ինչ է նշանակում տնային գործեր։ Երբ որ դու գնացիր խանութ, դու կարես ճանապարհին խոսես հեռախոսով։ Խանութից գալուց դու կարես ճանապարհից խոսես։ Եթե դու երեխեքին տանում ես դպրոց, դու կարես ճանապարհին խոսես։ Եթե դու երեխեքի հետ գալիս ես տուն, դու կարես ականջիներիդ մեջ նաուշնիկ դնես, ու ինի դաս լսես։ Այսինքն, քո բիզնեսը, որ օնլայնն է, ու ինքը ազատ գրաֆիկով է, քեզ թույլ է տալիս հարմարվել ամեն ինչի հետ։ Թող մեր աղջիկներն են կփաստեն, որ ես շատ հաճախ, երբ որ ես խոհանցում ճաշ եմ պատրաստում, ես իրենց հետ խոսում եմ հեռախոսով։ Արդեն դաժե իմ գործընկերուհիները, դուք արդեն գիտեք, թե մենք ինչ ենք ուտում մեր տունը, ոնց ենք սարքում։ Այդ ամեն ինչը գալիս է նրանից, որ երբ որ ես խոհանցում ճաշ եմ պատրաստում, ես կարող եմ հեռախոսով խոսալ, ճիշտ է։ Այստեղ իհարկե կան մարդիկ, ովքեր կասեն, ես չեմ պատկերացնում, ոնց կարելի է փողոցով քայլել երեխաների հետ եւ այդ ամեն ինչը դաս լսել։ Հավատացեք ինձ, դա հնարավոր է լուբոյ մեկի համար։ Դες պրոստը պետք է մեծ լավ նաուշնիկ, այդքան բան։ Ոնց կարելի է ճաշեփելուց խոսալ հեռախոսով, դա հնարավոր է։ Լուբոյ կին Այ եթե դուք տղամարդ ելնեք, ասեի չէ, տղամարդիկ ունակ չեն, կանայք ունակ են, մի ականջով խոսալ և ձեռքերով ճաշ պատրաստել, իրանք ունակ են, խոսալ ու ճաշ սարքել, իրանք ունակ են խոսալ ու գնումներ անել, իրանք ունակ են խոսալ, խանութ գնալ, երեխաներին դպրոց տանել, ճամփին խոսալ և այլն, կանայք ունակ են դրան,
Այդ ես ձեզ ասում եմ իմ փորձից։ Սկզբից իմ համար նույնպես ձիգ էր, ես երբեք տենց չէի արել, ես միշտ արել էի մի բան միաժամանակ, բայց ես հասկանում եմ, որ եթե սենց չվարվեմ, ինչպես եմ իմ բիզնեսի վրա ժամ դնել, ժամանակ ծախսելու իմ բիզնեսի վրա։ Եթե ես 8 ժամ աշխատում եմ, 8 ժամ քնում եմ, 8 ժամ է տնային գործերն եմ անում, ես ո՞նց պիտի բիզնես անեմ։ Ձեզանից շատ-շատեր աշխատում են 8 ժամ, 8 ժամ քնում են, 8 ժամ է տնային տնտեսուհի են։ Եվ ասում եմ, բայց ես ո՞նց, այտենց։ То есть, եթե դու աշխատես քո վրա, սկիզբը դժվար կլինի, որ գնաս խանութ գնումներ անելու, դու դաս լսես, այդ սկիզբն ամենակ դժվար, կամ գնաս խանութ գնումներ անելու խոսած հեռախոսով, այդ սկիզբն է միայն դժվար, հետո դու դրան շատ հեշտ սովորում ես։ Ասեմ ձեզ ավելին, երբ որ ես գնում էի կով կթելու մեր գոմում, որտեղ ես կով էի կթում այդ ժամանակ լինում էր, ես եւ այնտեղ խոզեր կային նույն գոմում բնակվող, ես իմ մեջ հիշում եմ, որ մտածում եմ մենակ այս խոզերը շուխուր չանեն, չխանգարեն իմ զանգը, որովհետեւ երբ որ դու խոսում ես եւ խոզերը այնտեղ խրխում են, գոռում են, գիտեք, եթե մի խոզ ընդ ձեն նահամ, սա խոզեր են գնում են եւ մի հատ բառաչուն է սկսում, հնարավոր չի, այնտեղ խոստա, դու պետք է թողես դուրս գաս։ Գոմից կամ պիտի զանգ անջատես ու այդպիսի դեպքեր եմ հետ ես ասում եմ մենակ ձեն չանեն, օրինակ եմ ասում, դե կենթանն են, կամ մեկի կովը կարա ու մի հատ ձեն գցի եւ այլն, դա ինչը կարար պատահել, բայց ես կով գտել ընթացքում նույնպես հեռախոսով խոսում էի կամ էլի դասընթաց էի լսում եւ այլն, մենք ունենք նաեւ բանջարանոց, լավ հիշում եմ, որ ես այդ ժամանակ հայտարարություններ էի տեղադրում Facebook-յան խմբերում on-line աշխատանքի վերաբերյալ եւ երբ որ օրինակ եմ ասում հողը մշակում եմ, սիրում եմ հողի հետ խաղալ, չգիտեմ, պամիդոր, վարուն գաճացնել էսան։ Հոգնում էի, նստում էի հենց այդ հողի թումբի վրա, նստում էի հայրախոսանում էի, սկսում էի հայտարարությունները տեղադրել։ Ունեի 5 րոպե, 10 րոպե, այդ հայտարարությունները տեղադրում էի։ Այդպես եմ բիզնեսը արել, այսինքն աշխատանքի, ընտանիքի հետ զուգահեռ կարողացել եմ խոսալ, լսել, որտեղ մեր գործը խոսալու հետ է կապված, հետևաբար դու ինչքան հնարավոր է կարաս խոսած, կարաս ճաշը փլուց խոսած, կարաս տուն մաքրելուց խոսած, կարաս հարթուկ անելուց խոսած, կարաս լվացքը փռելուց խոսած, նույնիսկ կարաս խոսած։ Դու պետք է լսես, անդադ դու պետք է դասեր լսես, աուդիո դասեր լսես, ու դու պետք է նաև նամակներ գրես։ Երբ ես գրում նամակներ, երբ ես նստում եի, այսինքն երբ որ ես արդեն պետք է նստեի, ես իմ նստելու ժամանակը տրամադրում էի արդեն նամակ գրելու, ինչը որ պետք է գրելու հետ էր կապված, ես այդ ժամանակ ես նստում էի։ Օրինակ կան մեր աղջիկներից, որ ասում են, ես պիտի նստեմ, որ ես այդ դասընթացը հասկանամ։ Ես ասում դու կորցնում ես քո ժամանակը, որովհետև հենց որ դու նստում ես, դու պետք է անես բաներ, որոնք դու պետք է անես նստած ժամանակ։ Օրինակ, հիմա եթե ես նստում եմ, ինչ եմ անում։ Նամակներն եմ գրում, մարդկանց եմ գրանցում, այդ գրանցած մարդկանց նամակներ եմ գրում, նյութեր եմ ուղարկում, այդ այն բանն, որ ես պետք է նստած եմ, ես չեմ կարա քայլելուց դա անեմ։ Բայց երբ որ ես քայլում եմ, ես կարող եմ խոսալ։ Հիմա ես օրինակ սպորտով եմ զբաղվում, ես քայլում եմ։ Իմ համար քայլելը օրական 2 ժամ ես քայլում եմ, դա սպորտ է, բայց ես այդ ժամանակ նաև խոսում եմ հեռախոսով։ Հետևաբար ես սպորտը եւ աշխատանքը, բիզնեսը իրար հետ սավմիշատ եմ անում։ Բարձր համատեղում եմ։ Բայց երբ որ դու օրինակ կամ եթե ես նստում եմ, ես հենց ուսուցում եմ անում ձեր հետ, այդ իմ նստած ժամանակն է, երբ որ ես նստում եմ, ես նամակները սոցցանցերի կարդում եմ, գրում եմ, պատասխանում եմ, դեղ մարդիկ գրում են, բարև ձեզ, ինչ աշխատանք այ վալին եւ այլն եւ այլն։ То есть մեր գործը համատեղել ամբողջ ընտանիքի հետ լինում է։ Այն որ ասում է было бы желание ու մոտ որ չկա ցանկություն, ուրիշ բան է։ Եվ տեսեք, ես դες մի բան էլ ասեմ։ Գիտեք, ում մոտ չկա ցանկություն, ովքեր չեն լսում վիդեո դասերը, ովքեր բիզնեսը չեն ուսումնասիրում։ Եթե ձեր մոտ բիզնեսում ցանկություն չկա, դուք եկել եք ստեղ մտածում եք ինչ ուզում ես քնարիք ինձանից, իմ հոգնած կյանքից։ Ես քնարիքի խաթր եմ ես բիզնես անում։ Եթե ձեր մոտ այնց զգացողություն կա, ուրեմն իմացեք, որ պատճառը նրանում է, որ դուք ոչինչ չեք ուսումնասիրում։ Ձեր ականջը չի լցվում ինֆորմացիա, որտեղ եթե դուք ուսումնասիրեք այս բիզնեսը ու շատ ուսումնասիրեք, դժվար դուք հանուն քնարիք այս բիզնեսը անեք կամ հանուն, չգիտեմ, դուք կանեք հենց ձեր համար, հենց ձեր նպատակների համար։ Դա գալիս է նրանից, որ դուք քիչ եք ուսումնասիրում բիզնեսը։ Դրա համար պետք է աշխատել ակադեմիայի շատ լցնել ինֆորմացիայով, մեր բիզնեսը ինքը ինֆորմացիայի բիզնես է ու շատ կարևոր է մեր բիզնեսում, թե դու ոնց ես խոսում։ Իսկ որպեսզի դու խոսաս, դու պետք է իմանաս ինչ ես խոսում, որպեսզի կարողանաս խոսալ, դու պետք է շատ լսես ուրիշները ոնց են խոսում։ Բարձր, то есть
հետաքրքիր սֆարմուլյորովկա չէ, որովհետեւ դու կանաս լավ խոսած, դու լսես ուրիշները ոնց են խոսում։ Ну, տենց մի բան երեխեք ջան։ Ունենց որ ժամանակ կարակ գտնեք, տրանսպորտի մեջ եք կարակ աշխատեք, ես լավ հիշում եմ, մի հատ դեպքային հետեղ է, էտել ասեմ եւ անցնում հաջորդ թեմային, այս թեման ինձ թվում է քիչ թե շատ պարզ է եւ հասկանալի է։ Մեր աղջիկներից հենց հիմա շատերը միացել են այստեղ, երեխեքին կրծքով կերակրում են, երեխուն դնում են գիրքը ու միանում են ուսուցման։ Երեխուն կրծքով կերակրում են եւ SMS-ներ են գրում։ Շատ։ Մեր Սվետա Պալյանը Գյումրիում այտենց տուն առավ։ 3 երեխա ունեցավ, եկավ բիզնեսին, մեկը փոքր էր, հələ չէր էլ քայլում նորմալ, հետո ունեցավ երկրորդին, հետո ունեցավ երրորդին, այս 3-ին միջև ունեցավ, տուն առավ Գյումրիում։ Այտենց ծիծիկ տալով, ման տալով երեխեքին գրկած, այտենց իրա բիզնեսան արեց մարդը։ Так что, было бы желание, ցանկությունը լինի, ամեն ինչ կլինի։ Ես մենակ, եթե մարդը չունի ցանկություն, ինքը չունի նպատակ։ Դες ցանկությունը առաջացնում է նպատակը։ Եթե դու ունես նպատակ, ուրեմն քո մոտ ամեն ինչ ընկնելու է, տեղ ամեն ինչ լինելու է, կախված ամեն ինչ քո նպատակներից։ Թե դու ինչ նպատակներ ունես այս կյանքում, այս բիզնեսի հետ կապված, ոնց ես դու քո երազանքը, քո նպատակը տեսնում через այս բիզնես։ Հա, ասենք օրինակ, ես երազել եի ճամփորդել, ես իրոք երազում էի ճամփորդել, որտեղ ովքեր որ ֆերմա ունեն կենթանիներ, իրենք չեն կարող ճամփորդել։ Իմ համար դի բաց տեղեր են կյանքում, ես 10 տարի չէի ճամփորդել, որտեղ անտեղ կենթանիներին չես կարող մի օր անտեղ թողես, պետք է գլխին ունես։ Մի խոսքով ֆերման դա տենց գործ է, կապ չունի դու ֆերմայով ինչքան փող ես աշխատում, դու պետք է ֆերմայի գլխին ունես։ Որտեղ բնությունը ու կենթանիները երեխու նման են, իրենք 24 ժամ ուշադրություն են պահանջում։ Ու ես через այս բիզնես տեսնում եմ իմ ազատությունը, որ ես ազատ կրնեմ, մի խոսքով եւ այլն, մի խոսքով։ Այս թեման անցանք, եկանք մեր մյուս թեմային, քանի որ կատալոգը նոր է բացվել։ Մենք մեր կատալոգները տևում է սովորաբար 21 օր։ Կատալոգ դա պերիոդ է, եկեք այդ մասին խոսանք։ Ինչ է նշանակում կատալոգ։ Սա ֆիրմաները ունեն ամիս, մենք ունենք կատալոգ, մենք չունենք ամիս։ Այսինքն ինչ է նշանակում կատալոգ։ Նայեք ընկերներ։ Խաչի այդ կարելի է սայթում էլ ձեզ ցույց տալ, ոնց նայել կատալոգները։ Так, демонстрация экрана. И где умывальки. Անձնականեջ. Так, транслировать экран. Умывальки. Ես ցուցադրեմ իմ էկրանը. Вот, трансляция экрана. Так, տեսնում եք, չէ՞ իմ էկրանը, երեխեք ջան։ Այրև մոքրել։ Նայեք, երեխեք ջան, ստեղ, սա իմ անձնական էջն է, իմ անձնական կաբինետն է, սա ճամփորդությունն է Վիետնամի, որը ես կարամ նվեր ստանամ ֆիրմայից, եթե ես ապահովեմ ծրագրի պայմանները, ես անկեղծ ասած մի քիչ ցույլիկություն եմ անում, բայց հույսով եմ, որ կկարողանամ ապահովել պայմանները, այնտեղ պայման կայել է, որ պետք է անեմ բիզնեսում առաջընթացի հետ կապված, որ այդ բանը ստանամ, ճամփորդությունը ստանամ, բայց ես դες ինչ եմ ուզում ցույց տալ։ Այստեղ ինչ կա, եթե սենց մտնենք, չէ՞, անձնական էջ, հերթով ասեմ լավ մի քիչ անձնական էջից, բոլորը ունեք անձնական էջ, մենակ իմ մոտ չէ այդ անձնական էջը, բոլորը ունեք անձնական էջ, որ մտնում եք անձնական էջ, ովքեր որ նորեկներ են, այստեղ ցույց է տալի մեկնարկային ծրագիրը, քանի որ ես նորեկ չեմ, ես չունեմ մեկնարկային ծրագիր, դա այն ակցիաներն է, որը ստանում են նորեկները, երբ որ գալիս են բիզնես, մենք ասում ենք եկար բիզնես առաջ օրվանից եկամուտ ունես, ու вообще-то ճիշտ կլինի տենց բիզնեսը ներկայացնել մարդկանց, որ գալիս են մարդիկ, ես ասում առաջ եկամուտը սկսում է նվերներից։ Ինչ նվերներ են դրանք, ովքեր որ, так, ես էջը չեմ ուզում փակվի, բայց լավ, կմտնենք համագործակցություն,
Ովքեր որ նորեկներ են, որ մտնեք ձեր անձնական age-ը, այնտեղ sense տեսնելու եք քայլեր 1 2 3 4 5 5 քայլ։ Այդ 5 քայլը երեխեք ջան, նվերներ ա, որոնք դուք կարաք ստանաք։ 5 զարգաց դուք անում եք իրար հետ, դուք նվերներ եք ստանում։ Այդ ակցիայի մասին է։ Հիմա օրինակ, բոլոր նորեկները, ովքեր որ առաջի անգամ են պատվերանում, մասնակցում են ակցիայի։ Եթե իրանք մինչև հունիսի 22-ը կատարում են իրենց պատվերը, վճարում են, իրանք ստանում են իմունիտի թեյը, դա իմունիտետի համար բուսական թեյը, եւ օմեգա 3 են ստանում նվեր։ Զրի, ասենք ասենք, հա։ Օմեգա 3 պրեմիում են ստանում, արտիկուլ 15 968 եւ դեղաբույսերի փունջ Herbal Tea Immunity։ Եթե նայենք այս երկու ապրանքների մասին, հես այստեղ արտիկուլը գրված է, մտնենք сайт եւ գրենք արտիկուլը, չի տալիս արտիկուլով ինչի, ինչ վատ բան են կարել, որ չես տալիս։ Օմեգա 3 պրեմիումին արտիկուլով չի բերում, եւի տեսականում մեջ չկա դեռ, ոչինչ չգտնում է։ Լավ, եկեք սենց նայենք առողջություն, շարք, կահեր եւ սննդային հավելումներ։ Կարող արտիկուլը սխալ են գրել։ Ստեղ նայենք բիոդաբավկեքի մեջ նայենք։ Հա, չկա պահեստում։ Նվեր են խոստացել, բայց չկա պահեստում, բայց դե եթե խոստացել են, ուրեմն պահեստը կստանա, անկեղծ ասած, դա նաև նորույթ է, դրա համար է չկա պահեստում։ Okay, մեկը նվերը տալու է ֆիրման ըստ պայմանների հունիսի 23-ից հետո, так что ինքը մինչև հունիսի 23-ը կստանա։ Մի խոսքով չկարողացա բացեմ ապրանքի մասին կարդամ, ինքը նոր պրոդուկտ է ճիշտն ասած, ես հույսով էի սայթում կլինի, բայց չկա որ ձեզ մանրամասները կարդամ եւ իմունիտի թեյը կա, այս մեր նոր բան չի, ես միջտել։ Ну, տարին է, մի տարի որ հաստատ կա այս ապրանքը մեր ֆիրմայում, так Եվ իմունիտի դեղաբույսերի փունջը, հա, ստեղ դեղաբույսեր են, պարունակում է էխինացեա, ուրց, մորի, երիցուկ, եղեսպակ, վաղենակ, սրոհունդ, իվանթեյ, կեչու բողբոջներ։ Իրոք շատ ուժեղ կազմություն է, մեջը 20, եթե չեմ սխալվում, 21 բար կա, հա, լցնում եք տաք ջուրով, ոնց որ սովորական թեյերը, ոնց եք թրմում մտենց եւ մյուսը ասեցի, որ Օմեգա 3 պրեմիումը, որը չկա հիմա որ կարդամ, բայց այդտեղ գրած է, որ իր մեջ 3 так 60 կապսուլա օմեգա 3-ը, այսքանն եմ կարող կարդամ տուփի վրա։ Սա ստանում եք նվեր եւ ամեն կատալոգ միշտ ակցիա կա։ Ուղղակի կատալոգից կատալոգ փոխվում է։ Այսինքն օրինակ այս 21 օրվա համար գործում է այս նվերը նորեկների, անցած կատալոգ նորեկները ստանում են տան մաքրող միջոցներ, նվեր։ Օրինակ ձեզ այն շատ-շատերը ովքեր արել են զակազ անցած կատալոգ, հիմա մեր աղջիկներից ով էր ասեց զակազը ուզում էի անել, տեսա որ նվերներս ավելացել է։ То есть այս նվերները ավտոմատ ավելանում են ձեր զամբյուղին։ Սա օրինակ անցած կատալոգի նվերն է։ Սա էլի իմունիտի էր եւ ուրիշ բիոդաբավկա էր էլի նվեր։ Սա նախանցած կատալոգի նվերն է։ Մի խոսքով, ամեն կատալոգ նվեր կա նորեկներին ֆիրման եւ այդ ակցիան մի անգամ չի, այլ 5 այդպիսի քայլ կա։ Եթե մտնենք այստեղ եւ նայենք Սա էլ մեկնարկային ծրագրի մյուս քայլերը, առաջի քայլը, քանի որ փոփոխական է, ծրագրի մեջ չի նշվում, ընդեղ նշվում է սայտում,
Իսկ երկրորդ քայլից միջև 5-րդ քայլը ֆիքսված նվերներ են, դրա համար կա ստեղ ցույց է տալիս։ Ստեղ օրինակ 4 հատ տան մաքրող միջոցները 150 դրամով է, ամեն մի ապրանքը տալիս։ Առաջի քայլը 10 դրամ է հաշվում, երկրորդ քայլը 150 դրամ հաշվում։ Հետո 2 օծանելիք է, հետո 3 հատ դեմքի խնամք է խոնավեցնող բանաձևով, իսկ հետո դեկորատիվ կոսմետիկայի կոմպլեկտ է, որտեղ ծենյա, մատիտա, տուշա ու պամադա է։ Էլի 150 դրամով կամ ավելի քիչ։ Իհարկե նայած ձեր զակազի չափը ինչքան է, որովհետև դա այս բոլոր ակցիաները երեխեք ջան գալիս է զակազի չափից։ Ես զակազների չափ ակցիաները մի հատ նորից մի ֆայլով կդնեմ մեր գրուպայում, որ դուք հասկանաք էլ երեխեք, որ դա զակազի չափով է, էլի չես կարող ոչ մի բան չանես տենց նվերներ ստանաս։ Լավ ես այդ հետո կդնեմ։ Հիմա ինչ էի ուզում ասել։ Երբ որ մտնում ենք անձնականներ, ես ուրիշ բան եմ ուզում ցույց տալ, այս ակցիայի կողմ գնացի, բայց ուրիշ բան եմ ուզում ցույց տալ։ Երբ որ մտնում ենք անձնական կաբինետ, իջնում ենք ամենատակը, ստեղ կա այսենց կալենդարի նշան, որ սեղմենք այս կալենդարի նշանի վրա եւ սենց նկարենք ու ձեզ դնենք կալենդարը 2025 թվականի կալենդարը։ Կարաք ձեր հեռախոսների մեջ պահեք։ Ես այս չաթում կդնեմ։ Սա մեր օրացույցն է, այսպես ասենք, այսինքն թե Քննարկյան հաջողության սանդղակում 50 միավոր պարտադիր պայման է, ամեն կատալոգից 50 միավոր ապրանք պետք է զակազ տամ, ես դեռ զակազ աֆորմի չմրել, արդեն կարգինակցել եմ, վաղը զակազ կտամ։ Հա, Գայանե ջան, միասին կանենք, միասին կհաստատենք։ Այո, 50 միավորը բիզնեսում պայմանն է։ Պետք է 50 միավորի պատվեր լինի, սովորաբար նորեկները կարողանում են անել 25 միավոր եւ մնալ բիզնեսում, դա մենք թույլ ենք տալիս, որովհետեւ նորեկները, ովքեր առաջ անգամ են պատվեր անում, իրանք ապրանքը չեն ճանաչում, իրանք չգիտեն ինչա ոնց է, իրանք փորձնական զակազ են անում, կարող են 25 միավորի անել։ Ովքեր որ արդեն նոր չեն բիզնեսում, պետք է 50 տալ անեն, այդ նորմալ է, որովհետեւ այս եկեք так մի երկու բառել այդ մասին ասեմ, երեխեք ջան, եթե դուք տրամադրվեք ու պլանավորեք ձեր, չասեմ մեր, ասեմ ձեր ֆիրմայի ապրանքից օգտվեք, այսինքն սովորություն դարձնեք, որ ձեր տուն մտնի մենակ ձեր ֆիրմայի ապրանքը։ Հա, կստати, Լիան, քանի որ քեզ տեսա, հիշեցի, անպայման, այսօր հանդիպումից հետո չէ, որտեղ ուշ կլինի, քոմոտ էլ ուշ, ես էլ ուզում եմ մի հատ երեխեքին տենամ, այսօր հələ չեմ տեսել։ Բայց վաղը դու ինձ զանգի, մենք իրար հետ ուրիշ առաքման կետ ընտրենք քեզ։ Այն օրը դու ասեցիր, որ թանկ առաքման այդ առաքումը դեպի տուն, մենք կարանք օֆիս ընտրենք, մի հատ կզանգես, մենք կգտնենք քեզ մոտիկ օֆիս, որ այնտեղ դու 150 ռուբլի տաս առաքման համար, կարծեմ այդքան է օֆիս։ Հա, քո հետ եմ, Գևորգյան ջան։ Հա։ Նայեք, երեխեք, ոնց է ֆիրման դրել պայմանը ու ոնց է այդ 50 բալը ձևավորվում։ Եթե դուք ֆիրմայից առնեք, ձեր ֆիրմայից առնեք ձեր պետք եղած տան ամեն ինչը, ասենք ասեմ, 50 բալից ավել է լինելու։ Ես օրինակ վերցնում եմ մի հատ վիտամին, այդ մի հատ վիտամինը գալիս է 10 բալ։ Իսկ մերոնք ես խմում եմ 2 վիտամին, տղաս խմում է մինիմում 2 վիտամին ինքն է խմում, մի վիտամին ամուսինս է խմում, մի վիտամին միշնեք տղաս է խմում։ Մենք մենակ 6 հոգի ենք, մենակ 2 հոգի ունենք, որ վիտամին հլվոր չեն խմում, մնացածը սա խմում են վիտամին։ Ու այս մենակ վիտամինները, որ ես պատվիրում եմ ամսական կտրվածքով 60-70 բալը մենակ մեր վիտամինը անցնում է։ Այսինքն, եթե ես ասի վիտամինը, իսկ եթե ես հաշվեմ օրինակ լվացքի միջոցները այնտեղ լաքահանից սպիտակեցուցիչ լվացքի փոշի։ Այս սրանք հաշվում։ Այն օրը կստати Նորիկյանը ասում էր լվացքի փոշին քիչ է, երեխեք 800 գրամ է մեր լվացքի փոշու տուփը, բայց ինքը 26 լվացք է ունի։
ու եւ ինքը իր այդ գդալիկ ունի դուք երբ որ պատվեր եք անում գդալիկ ավելանում ավտոմատ մի ջնջեք մի հանեք գդալիկ որտեվ այդ գդալով եք դուք օգտագործել եւ ինքը 3 կիլոգրամի համապատասխան լվացք է այսինքն այդ կուճուրիկ տուփը 3 կիլոգրամանոց փոշու չափ լվացք է իրականում որ հաշվեք շատերը մենակ դրա են էլի լրվում ասում են չէ ֆաբրիլի լվացքի փոշին թանկա չեմ երեխեք թանկ չի ամրոսմա թանկից էժանը չկա այդ վարիանտն է դու իտոգում ավելի շատ լվացք ես դրանով անում որ մի լվացքի ռաշիոտով հաշվում ես մի լվացքը ինչ արժի ֆաբրիլիկում մի լվացքը ինչ արժի օրինակ արիելով կամ պերսիլով կամ պերվոլով այդ էական չի որ հաշվեք քան մի լվացքը ինչ արժի ֆաբրիլիկին ամենաէժանն է գալու так что եւ էկոլոգիապես մաքուր է իհարկե եւ բիո է օրինակ Արմինե Նորիկյանը բիոն էր վերցրել բիոն դե ամենալավն ասած ասեմ ամենալավն է այտենց լվացք ոչ մի փոշի չի անելու ոնց որ անում բիո փոշի խաթյա ինքը բիո է ու կստати ասեմ որ մեր փոշիները вообще չեն փրփռում դուք չզարմանաք չկասկածեք որտեղ փրփուր ինքը չի անում դրանք էկոլոգիապես մաքուր սաստավ իրանց մեջ տենց փրփուր չկա որակը ըլնելու է ձեր ունեցած լուբոյ փոշուց լուբոյ գելից որակը ըլնելու 10 անգամ եւ ավել բարձր մի խոսքով երեխեք այդ 50 միավոր այն պայմանն է որը ֆիրման ունի իր բիզնես պարտների առաջ եթե դու կլիենտ ես դու պրոբլեմ չունես ինչքան զակազ ուզում ես արա բայց եթե դու բիզնես ես անում դու պետք է անես 50 միավոր իմ համար օրինակ սենց է եթե մարդը չի անում 50 միավորի պատվեր իմ համար ինքը լուրջ չի վերաբերվում իր բիզնեսին ոչ իր ֆիրմային sense ես sense եմ մտածում որտեվ եթե ինքը մտածում է չէ կգնամ Պողոսին կհարստացնեմ ես իմ ֆիրմայում իմ փողը չեմ ծախսի դա արդեն լուրջ չի ես լուրջ չեմ վերաբերվում այդ մոտեցումներին եւ դա նաեւ ֆիրմայի պայմանն է եթե դու դաժե ունես մի հոգի պարտներ ինքը քեզ ստատուս է տալիս ինքը քեզ աշխատավարձ է տալիս ինքը չի տա եթե դու 50 միավոր չես արի ինքը չի տա То есть դա ասենք ասենք օրենքա մենք սաղս գիտենք որ 50 միավոր դե ամեն կատալոգ անենք մեր զակազը Կստати, ստեղ նրանց համար ովքեր որ չէ, եմ որ ասում երկու գիտեք, չէ, հայկական տենց ասացած, ասում երկու ոտը դրել եմ մի կոշիկի մեջ, ասում չէ, ես չեմ կարող 50 միավոր անեմ։ Okay, դու կարաս քրոջդ հետ անես, կարաս մամայիդ հետ անես, դու կարաս on-line կատալոգի հողում ուղարկես, քրոջդ մամայիդ իրար հետ անեք։ Եթե ռազուշ դու չես անում, ուրեմն կարաս մամայի քրոջ, չեմ հարսիկի, ընկերուհու հետ անել էդի, то есть միասնական գնումներ անել, մի կաբինետով երկու հոգի օգտվում են։ Okay, մենք ունենք պարտներներ, որ տենց են անում, դաժե այտենց մամայի քրոջ հետ 100 բալ են անում, որտեղ 100 բալի առավելություններ ավելի շատ են, նվերներ ավելի շատ է, զեղչերը ավելի շատ է, դրա համար իրանք տենց են անում։ Так, ում մոտա տելևիզորի ձենը միացրած, Նորիկյան անջատի Ահա, անջատը չի, լավ։ Այնպես որ այդ էլ է հնարավոր, երբ որ մի կաբինետից օգտվում են մի քանի հոգի, այնտեղ բալերը իհարկե ավելի շատ են։ Այդ էլ է օքեյ։ Եթե դուք ձեր համար գնեք Faberlic-ի պրոդուկցիան, եթե դուք ձեր համար գնեք, թե այդ 25 միավորը ինչի համար եմ ասում, չէ՞ որ նորեկը կարանի 25 միավոր, զուտ իր համար, ու հետո ինքը կարա իր մամային էլ քրոջը ներկայացնել, ասել ոչմ էս իմ բիզնեսն է, ոչմ ստե լավ ապրանք կա, Կներես քնարիկ ջան, կարող եմ մի հատ հարց տալ։ Խնդրեմ։ Եթե խոսք օրինակ ոչ մեկը ես խոսք օրինակ ընկերուհիս խնդրում է ես իր համար էլ այդ առևտուրը անեմ ու գալիս է իմ բալը 50 չէ 70 է գալի հարցը դա էլի եթե 70 է գալի էդի մեզ համար ոչ մի խնդիր չկա չէ խոսք օրինակ եթե ես նրա ապրանքը ես եմ վերցնում իմ բալն է չէ ավելանում Քո բալն է ավելանում, պրիտոմ քեզ եթե դու տենց հնարավորություն ունես ընկերուհի պատժեշկա կարանանեն, բան դու դաժե 100 բալ արա, որտեղ 100 բալը ավելի մեծ ակցիաներ ու ավելի մեծ ցանկ է տալիս առավելությունների։ Ուզում եմ ասեմ, ինձ վնաս չկա, չէ՞ դրանց, եթե իրանք ինչ որ բան ուզեն, ես վերցնեմ իրանց համար։ Դեմ քեզ դու չէ, հակառակը։ Դա քոքուտն է։ Քանի որ մի քիչ դեռ այն որ ասում նոր ես, մի քիչ դեռ ուզում եմ իրանց ասեմ, էլ իրանք ինձ խնդրում են, ասում են դու վերցրու մեր անվան տա, քո անվան տակ մեզ համար, ասում եմ խնդիր չկա, կվերցնեմ։
Այո, իրենք կարծում եմ մեծ ուրախությամբ կօգտվեն, որովհետև դուք շատ լավ գիտեք Faberlic-ի պրոդուկցիան, ովքեր որ արդեն օգտվում են, դուք բոլոր դե ովքեր ստեկակ արդեն օգտվել եք, դուք արդեն գիտեք թե ինչ որակ է։ Շնորհակալ եմ։ Այդ որակը պալուբում երեխեք դուք ոչ մի տեղից չեք ստանալու։ Ու երբ որ դուք գնում եք սուպերմարկետ, կանգնում եք ու պուպուշ սուպերմարկետում փողեր եք ծախսում, դուք հիշեք, որ այդ սուպերմարկետի տերը ձեզ բիզնես չի առաջարկել ու չի առաջարկելու ու այն մարդիկ, ովքեր գալիս են բիզնես, իրանք երկու բան են ասում, որ ես չեմ կարա անեմ, էդի մեկը այն է, որ ես չեմ կարա զակազ անեմ, ես փող չունեմ, որը սուտ է, որտեղ գնալու է սուպերմարկետ ծախսի իրա փողերը, գնալու է կոշիկ առնի, շոր առնի, ամեն ինչ, վիտամիններ առնի, ապտեկայից առնի։ Չկա տենց որ փող չունեմ, այդ առարկություն ինքը սուտ է, չկա տենց առարկություն, պրոստը ինքը իր փողերը չի ծախսում այս ֆիրմում, ծախսում է ուրիշ տեղ, դեմը չկա այդ առարկությունը մեր բիզնեսում չկա, եթե մենք ոսկե մատանի վաճառելու ունեինք, հա, ասենց ասեմ, այսինքն եկել ես բիզնես, պարտավոր ես ամեն ամիս ոսկե մատանի առնես, ու դու ինձ ասես, գիտես քնար, ինձ այս ամիս ոսկե մատանի պետք չի, ես քեզ կհասկանայի Կասի, հա, օքեյ, իմ պարտնյորները, որ ինձ ասում են, ու դուք էլ կարեք այդ հարցը տակ, իսկ ինչ եթե ես մի կատալոգ զակազ չանեմ, ես միշտ հումորով եմ պատասխանում, ասում, եթե այդ կատալոգ դու չես լողանալու, աման չես լվալու, մի արա զակազ, խնդալս էլ է գալի, բայց իհարկե, այդ ոնց որ ասած, այդպես բան չի լինում, մեր Նարինեն ինքը, ասենք, օրինակ, Ավակյանը մեր, ինքը 100 բալ արեց, գիտեք ոնց, ինքը միտեղ ապրում, մաման միտեղ, քուրը միտեղ, նույն կաբինետով 3 հոգով տուն զակազակն, 100 բալ մարդ արեց, այսինքն այդ գալիս է նրանից, թե դու ոնց ես մարքեթինգ անոց ես ներկայացնում, ու մեծ շոյ, թե դու քո մամային ու քո քրոջը, քո պրոդուկտը, քո ապրանքը չես կարող ներկայացնես, դու ում կարասել ներկայացնես, այսինքն հենց այդ առաջինը, որ դու արեցիր զակազ, դու ինչի համար ես առաջի զակազը անում, որ այդ պրոդուկտը շոշափ ես հասկանաս այդ ապրանքի որակը, որ կարնաս մարդկանց այդ որակի մասին խոսաս, իմ բիզնեսը, հենց որ ես կարացա մարդկանց այդ ապրանքի որակի խոսալ, իմ բիզնեսը շարժվեց առաջ, միչև այդ չէր շարժվում, իմ բիզնեսը խնդրեմ ինչ եմ, տակ ինձ մեր աղջիկներից մեկը հարց տվեց, WhatsApp-ով քնարիքյան ինձ հետո կասեք իմ միավորները ես որտեղ նայեմ և ինչ զակազ ինչքան միավոր տալիս։ Նայեք երեխեք ջան, երբ որ դուք ապրանքը ստեղա չեն ունեն, երբ որ շտոտը չեմ տեսնում, հա ստեղա, երբ որ դուք զակազը հավաքեցիք, եկեք ես ձեզ ցույց տամ, իմ զակազի օրինակի վրա, տակ, ես այս կատալոգ հələ զակազ չեմ արել, ճիշտ է, բայց զամբյուղս մեջ ինչ-որ բան կա արդեն, տեսնենք ինչա իմ զամբյուղի մեջ, ես էլ չեմ հիշում ինչ եմ գցել, հա, լոգայանի սրբիչ եմ գցել, սիրտ անունով, և սպունգ սպասք լվանալու համար, այս մետաղական սպունգն է, որը ես շատ եմ սիրում, ու անցած անգամ զակազայանում չկար, մեջը 2 հատ, տուփով է, տուփի մեջ 2 հատ է, ձեռքերը չի վնասում, շատ լավն է, սրանով կարտոֆիլ եմ մաքրում, գազար եմ, ինքը լավ կարտոֆիլ է կլպում, և չի փչանում, կարող եք, ովքեր խիղճը գործնեն, կարան միտակ գործնեն, ես մի քիչ շուշուտ եմ փոխում, չի փչանում ինքը իրոք, և սրբիչը, սա է սրբիչը, այս երկու ապրանքը հիմա իմ զամբյուղի մեջ է, և արդեն իմ զամբյուղի մեջ, նայեք երեխեք, բալը ցույց է տալի, 9.11 բալ է, այս ապրանքի գինը գրած է 1030 դրամ, կողքը գրած է 0.99 բալ, գրած է 8400 դրամ, 8 բալ, տեսեք 8 բալ, հեսա գրած է, այսինքն, ասենք օրինակ մտնենք, ենթադրենք առողջություն, շարք, սննդային հավելումներ, Так, ինչ պետք է ես վերցնեմ, так, օմեգա 3 եմ ուզում արգիշտին վերցնել, так, նայեք երեխեք, օմեգա 3 եմ ուզում վերցնել, ավելացնել զամբյուղ, տեսեք, գրած է 9180 դրամ, բալը 17.65 բալ, տեսակ, 17 բալ, հիմա տեսեք, եթե ձեզ ցույց տամ, ես խիտրես եմ անում,
Ես ու մոքչիկն եկի, բարև իմ սիր։ Լավ ես։ Ինչու։ Նայեք ինչ խիտրստям ես անում երեխեք ջան։ Ովքեր որ երկու կատալոգ իրար հետևի տակազ են անում, իրանք ունեն բան Like Faberlic ակցիան։ Так, բան Հա, կստացի, տեսեք, էտել կարայի ձեզ ցույց տալ, բայց լավ, սպասեք, չգիտեմ, որը ձեզ ցույց տամ, այնքան բան կա ցույց տալու։ Դե համար ամեն շաբաթ չորեքշաբթի եկեք, երեխեք, տեսեք, արդեն ժամ ու կես աստեղ են, այնքան բան կա ասելու, հենց կեսը չեմ ասում։ Տեսեք, կա Like Faberlic, չէ՞, Like Faberlic մտա, սեղմեցի ընտրել ապրանքները, այս նույն վիտամին չիկը, որ ուզում էի վերցնեի, գտնում եմ աստեղ 4980 դրամով։ Ընտրում եմ ու կիրառել եմ տալիս, տեսեք, հիմա մտնեմ զամբյուղ, տեսեք, մտա զամբյուղ, մի հատ, մի օմեգան 9180-ը, մի օմեգան 4980-ը, այսին 70% զեղչն է։ Բացի դրանից, նոր ասում է չէ, որ VIP-ը 100 բալը ավելի մեծ զեղչերը։ VIP-ով, նայեք երեխեք ջան, VIP-ով ես կարող եմ վերցնել 70% զեղչով երկու ապրանք։ Այսինքն ես հիմա երկու հատ էլ վիտամին պետք է վերցնեմ ու երկուսն էլ, այսինքն ես 3 հատ վիտամին եմ վերցնում, 3-ն է 70% զեղչով։ Այս VIP-ով ես երկու հատ համ ունեմ հագուստի ու ներքնազգեստի վրա 70% զեղչ, համ ունեմ ապրանքի վրա 70% ու ապրանքի վրա երկու հատ 70% ունեմ։ Այս VIP-ի առավելություններն է եւ Like Faberlic-ն է, ու որ դուք առաջի զակազանողը չունի Like Faberlic, արդեն երկրորդն էլ չունի, երրորդ զակազանողը արդեն Like Faberlic ունի, այսինքն երբ որ դուք երկու զակազանեցիք, երրորդից սկսած դուք Like Faberlic ունեք, այսինքն դուք 70% զեղչ ունեք։ Ու այս վիտամինը մենք եթե առաջին արել ես խոսքօրինակ 25 բալ ես հավաքել, երկրորդ արել ես խոսքօրինակ 30 բալ ես հավաքել, բա արդեն դու նորից ունենում ես այս երրորդը, թե պետքա պարտադիր 50 հավաքենք։ Չէ, պարտադիր, այս ակցիայի համար 50-ը պարտադիր չի, պալուբոմը դու ունենում ես երրորդ զակազի հետ արդեն Like Faberlic։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ, նայեք ինչ է ուզում ցույց տա երեխեք, այստեղ առաքման հասցեները, չէ՞, տեսեք իմ մոտ 6 հատ առաքման հասցե կա, այսինքն մի կաբինետում կարա լինի առաքման հասցե, օրինակ կարամ այս զակազը ես անեմ, հիմա փոխեմ առաքման հասցեն իմ կաբինետով, դնեմ օրինակ Ռուսաստան ու գնա այսի Կրասնոդարսկի կրայի իմ սանիկներից համարել եմ, էլի, որտեղ պատվերանում մեկ-մեկը իրանց հասցեն է։ Հասկացաք, то есть մի կաբինետով դու կարաս տարբեր առաքման հասցեներ նշես ու ինքը կգնա, даже Վրաստան, որտեղ որ մեր ֆիրման կա։ Так, հա, ինչ է ուզում ձեզ ասել այս ակցիաներից բացի։ Չէ, ակցիաները շարունակեմ։ Так, նայեք երեխեք, որ մտնում ենք, ու այս ինչ ասես սխմեցի։ Так, որ մտնում ենք ակցիաներ, երեխեք միշտ նայեք ակցիաները, դու գիտեք ինչեր եք բաց թողում։ Խաչա մեկը լինի ինձ ասի, մեկ լինի, ես էլ ուշ եմ ֆայմում ակցիաները նայեմ։ Նայեք, մտնում ենք ակցիաներ, որ դուք մտնում եք պրոդուկցիա 3 գծիկներ, դե կա ակցիաներ։ Միշտ մտեք ու սաղ ակցիաներ նայեք, այնտեղ իջնում եք ներքև, էջերը թերթելու տեղ է տալիս։ Նայեք, օրինակ ասում է 2 հատը սրանց վերցնում ես, 60% զեղչ է տալիս։ Դու կարող ես մի հատը վերցնեք ու գնաք, չէ՞, բայց հիմա այս 2 հատը գցեմ, համարյա մեկի գնով եմ էլի վերցնում։ Ու մարդիկ կան, էսի չեն նա, մի հատն են վերցնում։ Խաչա կարան 2 հատը վերցնեն, համարյա նույն գինը տան, ինչ որ մեկին են տալի։ Միտքս հասկացաք, որ նա միշտ նայեք ակցիաները։ Ասենք, ես էլ օրինակ շամպուն։
ինչ ասում, հա, էսի ակցիաների մեջ է ավելանում, այսինքն զակազարեցիր, սովորական զակազարեցիր, հիմա որ մտնեմ ես ակցիաները, կատալոգի ակցիաները որ մտնեմ, նայեք, այստեղ կա անձնական ակցիաներ, ու ստեղ կա բոնուսը գնումների դիմաց, ու տեսեք վերում է ցանկացած շամպուն expert hair, այս ակցիան է այդի, այստեղ նշում է այդ ակցիայի մասին է հեսա, ու իմ անձնական ակցիաների մեջ ինքը կա, որ ես կարամ expert hair շարքից 50% զեղչով մի հատ շամպուն վերցնեմ, ու ստեղից մի հատ օրինակ ես այս լամինացնող շամպունը շատ եմ վերցնում, կարամ մի հատ այստեղից կամ ինքը ասում է ամեն 2900 դրամի դիմաց մի հատ կարաս շամպուն վերցնես, հիմա իմ զակազի մեջ կար 9000, հետևաբար 3 հատ շամպուն, ես կարամ 3 հատ վերցնեմ, օրինակ այս շամպունից զեղչով ու սխմեմ կիրառել, էսի տենց ակցիա է, մի քիչ որ սովորեք մեր ակցիաների կզգաք, օրինակ, ցանկացած երկու միջոց Greenly տնտեսման 55%, դուք կարաք մտնեք, առանց ակցիաները նայելու, մի հատ վերցնեք ուրիշ սերիայի, օրինակ եմ ասում, լվացքի խնանք, մի հատ էլ ուրիշ սերիայի ամանի հեղուկ, ինչու, եթե դուք ակցիան տեսնեք, այս ակցիան, դուք չեք վերցնի ուրիշ սերիա, դուք կվերցնեք բիո սերիան, Greenly սերիան, ասենք վերցրել եք մի հատ զուգահանի նյութ, մի հատ էլ ամանի հեղուկ, տեսեք, ստեղ 1430-ը, ես վերցրեցի, մի հատ ամանի հեղուկ, մի հատ է զուգահանի գել, երկուսն է 1430-ը, բայց եթե ես հիմա մտնեմ իմ զամբյուղ, տեսեք դարավ 810 ամեն մեկը, 810, ու ես երեխեք այս զուգահանի գելը, սա բիո զուգահանի գելը, դուք սենց բան չգիտեմ որտեղից կարայք առնեիք, լուրջ բանում ասում մոմը ձերքներիդ մանգակ Երևանի փողոցներում խանութներում չեք գտնի սենց զուգահանի նյութ, որ ձեր ձերքերը չի վնասի, ձեր առողջությունը չի վնասի, ձեր երեխեքին ալերգիա չի առաջացնի, ձեր տունը քիմիայով թունավոր նյութերով չի լցնի, դաժե կարաք սրանով ծաղիկները ջրեք, չի չորացնի ծաղիկները, հասկանում եք ինքը բիո է, բիո, սենց բան չկա, ու նենց ոնց որ այս զուգահանի հեղուկն է մաքրում, ինչքան ուզում եք դոմեստես առեք, իրա նման չի մաքրելու, ես ձեզ էդի գարանտիա եմ տալ, ու էդի 810 դրամ է, զեղչի տակայից կատալոգ, տեսակ, ու եթե ես այս ակցիան չնայեի, ես կվերցնեի, օրինակ եմ ասում, այն մյուս զուգահանի հեղուկը, այն մյուս ամանի հեղուկը, ինչի, եթե ակցիայի տակ է, դրա համար պետք է ակցիաները նայեք երեխեք, ակցիաները միշտ նայեք, տեսեք, օրինակ ասում է ցանկացած բույր 30 միլի 45% տնտեսմով, այս էլ է ակցիաների մեջը, եթե ուզում ես ինչ-որ մեկին նվեր տաս, մտնում ես այնտեղ 1800 դրամով կամ 1500 դրամով մի հատ լավ յուդաշկին ես առնում, որ տալիս ես իրան, ինքը մտածում է, որ դու 15000 փող ես տվել այդ դուխուն, որտեղ ինքը ֆրանսիական դուխի է ու շատ թանկ դուխի է, պրակլատկեքը, նույնը ակցիայի տակ է, վсё, ուրեմն պետք է, ես կակրած պետք է պրակլատկա վերցնեմ, միշտ վերցնում եմ պրակլատկա, ես արդեն 9 տարի է երեխեք, եթե մեր ֆիրմայի պահեստում պրակլատկա չի լինում, ես լացում եմ, որտեղ սենց պրակլատկա չկա, ոչ Գերմանիայում, ոչ Հայաստան։ Հենց նես չեմ ասում երեխեք ջան, բացեմ, նայեք, թե սա ինչ ստեղծագործությունն է։ Դակ։ Ապրանքի մասին, լավ դու ինչի ես ռուսերեն, սպասեք ես մի հատ ես մեր մենեջեր եմ այն ուղարկեմ, Գևորգ Աբրահամյան գործ ունեք աշխատանք եմ փնտրում, լավ էլի Գևորգ, տղաներին վաբշե ես չեմ վերցնում, մի հատ գրեմ մեր մենեջերին, որ թարգմանված չի, բաները գրում եմ մենեջերներին, որ թարգմանեն, так, նայեք երեխեք ջան, դիշիշեյա, մյախկայա, ու էդի սաղ ճիշտ է, կարաք տեստ անեք, ես արել եմ, երման ջրյով բաժակի վրա դնում ես, վերև ուրիշ բաժակից դնում, ինքը շնչում է, գոլորշին հելնում է պրակլատկից վերև, ես չգիտեմ ոնց են արել, բայց ինքը շնչող է, այսինքն ինքը տերմոէֆեկտ չի առաջացնում, բակտերիաները չեն զարգանում, չի քրտնացնում և ռազդրաժենյա дրա պատճառով չի տալիս, որտև շատերի մոտ ռազդրաժենյան պրակլատկեքից ընմող դե պրակլատկան չի шнչում. Воздухопроницаемая поверхность защищает кожу от раздражений. Инновация. Дополнительные защитные бортки, эти баннерна по краям. Анионовый чип. Nike.
Анионовый чип обладает естественным антибактериальным дезинфицирующим свойством. Анионный чип создается при помощи инновационной технологии из минерала турмалина, который размягчается и переплачивается с волокнами хлопка. Турмалин излучает анионы, позитивно действующие на организм человека. Այսինքն իրանք քիմիայի հակաբիոտիկ թունավոր նյութերի փոխարեն օգտագործում են բնական անիոնային չիպ երեխեք։ Դուք հասկանում եք, թե սա ինչա։ Ու ես ձեզ ասեմ, մեջը 10 հատ է, այս պրակլատկի, կստати, սպասեք ավելացնում զամբյուղից մեջ չմոռանամ։ Ու ես ձեզ ասեմ, երեխեք, այս պրակլատկաները 3 անգամ ավելի շատ են կլանում։ Ես փորձ արել եմ իմ YouTube-ում կա, կարակ բացեք, նայեք։ Գրեք տեստ պրակլադը Faberlic տեսեք, ես արել եմ 3 անգամ ավելի ջուր եմ լցրել ու վերևը լրիվ չոր է ու արել եմ շատ թանկ բրենդի հետ, ես Always-ի հետ եմ արել, այդ Always-ը արել է 1300 դրամ, սա արել է 700 քանի դրամ։ Ապտեկայից գնացել, իբր որ հանգարց խանութից առնեմ կարող է բանել, ասացին մենակ կառնես ապտեկայից, ես դաժե չեկա ապտեկայի պահել էի բանես կոմենկոն, որ յանի ես իսկական բան եմ Always եմ արել։ Երեխեք ջան, 3 անգամ ինքը քիչ էր կլանում, քան մերը։ Так что սենց պրակլատկա չկա։ Լավ, մի խոսքով շատ էլ չխորանամ այս ակցիաների մեջ, դուք կմտնեք, խելացի կանայք եք, կնայեք, ձեր ընտանիքի ասма փողերը քամուն չեք տա։ Այստեղ թե շատ բաներ կան, տուշեր կա այս ակցիայի տակ, ձեռքի, ամենալավ ձեռքի խնամքը ակցիայի տակ, ասա պետք է վերցնել։ Как раз իմ ձեռքի խնամքն էլ է վերջանում։ Միշտ ռաշիո տարեք երեխեք ձեր տան համար նվերներ միշտ վերցրեք, այսինքն տունը միշտ ունեցեք Faberlic-ից ապրանք, որ պետք է լինի տեղ գնաք, չգնաք բամբանյարկա ու արաղ առնեք, այլ Faberlic-ից նվիրեք, վերցրեք, այս ակցիաների մեջ չէ, օրինակ այս դուխիները 30 միլիոնոց, մի հատ դուխի վերցրեք, նույն սերիայից, մի հատ գել կամ մի հատ դեզոդորանտ վերցրեք, մի հատ սիրուն տուփիկ հենց Faberlic-ից մենք ունենք, չէ, տեսեք այստեղ բիզնես բաժնում մենք ունենք փաթեթներ, նվերներ, չէ։ Վերցրեք, հեսա, այս չափը, օրինակ ես այս չափը վերցնում եմ, մեջը մի հատ պուճուր դուխի, մի հատ լոգանքի գել, մի հատ տուշ տեղավորվում։ Այսինքն մի հատ սիրունիկ փիսիկներով տոպրակ եք վերցնում 290 դրամով, մեջը դնում եք 1500 կամ 1008 մի հատ դուխի, մեջը դնում եք մի հատ լոգանքի գել կամ դեզոդորանտ, դա էլ իրար հետ մի 5-600 դրամ, այսը ոչ մի ծախսում եք 2500 դրամ ու ստանում եք բոմբ նվեր։ Ստանում եք մեկի տուն նվեր, ինքը գոհ է, ուրախ է, երջանիկ է, քան թե բամբանյարկա կամ արաղ։ Լուրջ բան եմ ասում երեխեք ջան, լյուբոյի կնոջ։ Նույնը կարելի է տղամարդու կոմպլեկտ հավաքել, մի քիչ ավելի խիստ գույներով, տղամարդու դուխի դնել, տղամարդու գել դնել եւ այլն, այնցեղ կա։ Երեխաների բաժնում կա երեխաների խնամք, միշտ կարակ ես օրինակ տունը միշտ ունեմ երեխաների նվերներ, տղամարդկանց նվերներ, կանանց նվերներ։ Միշտ ունեմ տունը։ Եթե ես միտեղ գնամ, ես չեմ գնա խանութից փող ծախսեմ, ինչ ուզում լինի, ես իմ ֆիրման եմ ռեկլամանում, իմ ֆիրմայում եմ իմ փողը ծախսում, դա իմ մոտեցումն է, այս տենց եմ ես բիզնեսը անում, երեխեք ջան։ Փոխանակ ասեմ, չէ, ես փող չունեմ, Faberlic-ում զակազ ունեմ, ես գիտեմ իմ փողերը պրոստը որտե ծախսեմ։ Բոլորը փող ունեն առևտուրանեն, եթե Faberlic-ում չունեցար փող ծախսելու, դու հույս չունենաս, որ քո, ասենց ասեմ, ֆիրման կամ քո հովանավորը քո վրա իր ժամանակը կդնի։ Եթե դու ուզում ես, որ քո հովանավորը քեզ օգնի բիզնեսում, դու պետք է ինքդ քեզ առաջին օգնես, պետք է պահես բիզնեսի պայմանները։ Իմ համար ամենակարևոր բանը դա է, որ մարդը պահում է ֆիրմայի պայմանը, ինքը գիտի, ինքը ուր է եկել, ինքը չափահաս է, ինքը շատ լավ հասկանում է, գիտակցում է, ու այդ ամենը անում է։ Всё, ես դրա կողմնակիցն եմ, ես նրա կողմնակիցը չեմ, գնեմ մարդկանց հետևից, համոզեմ, խնդրեմ, մեկ կասեմ, երկու կասեմ, երեխեք ջան, բայց դուք իմացեք, որ ես այն մարդը ու 3 անգամ չեմ ասի, որտեղ ես ինքս ինձ հարգում եմ եւ իմ բիզնեսը հարգում եմ ու բավականին, այսպես ասեմ, շատ եմ հարգում, որ ես կներեք, բայց ես ինչքան է սիրեմ, ձեզ ինձ այն շատ չեմ սիրի։ Ու ես ձեր հետևից չեմ գնի, ոչ է ձեզ կխնդրեմ։ Մեզ այսօր միացել է Ռիտան, ինքը մի անգամ, արդեն 2 անգամ գրանցվել է, ոչ մի զակաց չարել, ջնջվել է, գնացել է ծրագրից։ Ես իրեն ոչ մի չեմ խնդրել, ինքը նորից որոշել է գրանցել։ Եթե այս անգամ որևէ բան կանի, իր գործնա չի անի, էլի իր խնդիրն է կջնջվի, բայց էլ 3-րդ անգամ չեմ գրանցել ու քեզ Ռիտա ջան, նայ, ես քեզ ասում եմ։ Այս ուրիշ նաստավնիկ քեզ կգտնես արդեն։
Okay, հա, ես նույնի հարցին էի պատասխանում ակցիաների հետ կապված, բայց այսօր всё։ Ես կուզեի շատ խոսալ ձեր հետ այսօր ակցիաների հետ կապված, բայց այսօր վերջ։ Կստати, ես էլ ձեզ ասեմ, գները, որոնք դուք իմ մոտ տեսնում եք, ձեր եթե դուք 50 բալ չեք, ձեր մոտը տենց չի, ես պահեստային գներով եմ առնում։ Այսինքն, երբ որ դու անում ես 50 բալ, նաև դու պահեստային գներից ես օգտվում։ Դրա համար դուք միշտ արեք 50 բալ, երեխեք ջան, դե օրինակ նա ով անում է 50 բալ, ինքը պահեստային գներից ակտում, ինքը մաքսիմալ զեղչի ակտում։ Էդ էլ ռեշետ արեք ու արեք 50 բալ։ Всё, երեխեք ջան, ձեր հետ շատ հաճելի է։ Անչափ շնորհակալ ձեզ, որ մասնակցեցիք, Աստված ձեր հետ, մենք էլի կխոսանք, մենք ունենք բիզնես ուսուցում շաբաթ օրը 22:00-ին, երեխեք լուրջ, ես չեմ ոչ մեկին չեմ ասել ուսուցում կա արի, այդ խմբում 500 հոգի մարդ կա, ով հիշում է, գալիս է եւ ով պարտաճանաչ է, գալիս է սովորում է, խնդրում եմ ինձ մի ստիպեք, որ ես ձեզ գամ նամակ գրեմ, ասեմ ուր ես, դու չկաս ուսուցման։ Պրոստը եկեք ուսուցման, մասնակցեք ու սովորեք ուսուցումները, բաց մի թողեք, ովքեր որ չեն նայում ուսուցումները, անպայման նայեք զապիսը, որտեղ ոչ մի ուսուցում չի կարելի բաց թողել, եթե դու ուսուցում բաց ես թողում, դու տեղյակ չես ինչա կատարվում։ Դուք մեկ եք, դուք 1000 եք, ես մեկ եմ։ Ես պետք է ուսուցման ժամանակ տամ ուսուցումը, մենք իհարկե անհատական շատ հարցեր կա, որ անհատական ենք քննարկում, մենք շփվում ենք, դուք գիտեք բոլորով էլ մենք իրար հետ զանգվում ենք, խոսում ենք, ընկերական ենք, այդ սաղ իր հերթին, իր տեղը, բայց ուսուցումներին մասնակցել, ուսուցումների գալը եւ սովորելը արդեն ձեր պարտականությունն է բիզնեսում։ Ես ասացի, բիզնեսը կարծում եմ 3 հիմնական սյուների վրա։ Առաջինը դա գնումները 50 բալ, երկրորդը դա ուսուցումը, որտեղ եթե դու չես սովորում, դու չկաս բիզնեսում, դու գոյություն չունես, բիզնեսը քո համար չկա, դու բիզնեսի համար չկաս, եւ երրորդը մարքեթինգ, այսինքն գովազդ։ Ու ուսուցման ովքեր գալիս են բիզնես միլիոնում, իրանք գիտեն ոնց անեն մարքեթինգը, իրանք գիտեն ոնց անեն գովազդը։ Դա գովազդի հարյուրավոր տեսակներ կա։ Մեկ անմա բլոգով, մեկ անմա անձնական նամակներով, մեկը вообще իր շրջապատի հետ աշփվում ինտերնետ չի մտնում եւ այլն, դրանք սա մեթոդիկա է, որը ձեզ բիզնես միլիոնում տրվում է։ Պետքա գաք այդ մեթոդիկան վերցնեք ու դա պետքա կիրառեք մի ամբողջ շաբաթ։ Հարցեր տակ, ասեք, ես բանը արեցի, եղավ, այն բանը չարեցի, չեղավ, էսի ոնց անեմ, էնի ոնց անեմ։ Ես երբ որ ես մարդուց տանում եմ հարցեր, ես գիտեմ, որ ինքը աշխատում է։ Եթե մարդը մասնակցեց ուսուցման ու ինքը հարցեր չունի, նշանակում է ինքը չի աշխատում։ Բիզնես միլիոնի ուսուցումները ձեր մոտ պետք է առաջացնել լիքը հարցեր, մի նեղվեք երեխեք այդ հարցերը տվեք, ես բոլորին հաթաթ պատասխանում եմ ու օգնում եմ։ Всё, այսքանը, ցտեսություն, մի շնորհ հանդիպում։ Пока-пока։ Շնորհակալ եմ բոլորին։ Տեսնենք նարի ջան։ Բարի գիշեր, пока երեխեք ջան։